Ողջույն, ես Լիաննա Մանասարյանն եմ, դիպլոմավորված SMM մասնագետ եւ այս դասընթացի հեղինակը։ Ունեցել եմ մի շարք պրոյեկտներ, մի շարք գործընկերներ, ում հետ համագործակցել եմ ու ունեցել եմ երկարատև համագործակցություններ։ SMM-ի ոլորտում արդեն ունեմ 6 տարվա պրակտիկ փորձ, ինչու եմ պրակտիկը հատուկ շեշտում, քանի որ ինչքան էլ որ տեսական գիտելիք ունենաս, միևնույն է, մինչև չփորձարկես, մինչև թեստավորում չանես, լիարժեք SMM մասնագետ չես կարող համարվել, քանի որ պետք է ունենաս քո անձնական վերլուծությունները, քո անձնական դիտարկումները, ու այդպիսի միջգրված օրենք էլ կա, մարքեթինգում ամենակարևորը սեփական փորձն է։ Ինչքան էլ որ դուք սովորեք ինչ-որ դասընթացների մասնակցեք, անպայման փորձարկեք հենց ձեր էջի համար, ձեր ոլորտի դեպքում, որպեսզի հասկանաք ինչն է լավ աշխատում, ինչը ոչ։ Իհարկե կան կանոններ, բայց դոգմաներ չկան։ Հնարավոր է, որ որոշ բաներ ձեր դեպքում չաշխատեն կամ որոշ բաներ էլ ավելի լավ աշխատեն։ Դրա համար ամեն ինչ կախված է նաև ձեր անձնական վերլուծություններից։ Ու դրա պատճառով է, որ չկան մարքեթինգի վերաբերյալ գրքեր, որովհետև միջև այդ գիրքը գրեն, տպագրեն, մենք չենք իմանա Մարկ Ցուկերբերգը այդ ընթացքում ալգորիթմները որողությամբ կփոփոխի, այսինքն հետևություն անենք, որ մարքեթինգը հարաբերական ոլորտ է եւ փոփոխություններ շատ են լինում, անընդհատ դուք պետք է տեղեկացված լինեք այս ոլորտից, նորություններից, որպեսզի հետ չմնաք եւ չտուժեք։ Ինչու՞ չէ, նաև պետք է թրենդերին էլ հետևել։ Այսինքն նույն տակտիկայով պետք չէ անընդհատ գործել։ Պետք է անընդհատ փորձարկել նորությունները, թրենդները, հետևել թե ինչպես են ալգորիթմները փոփոխվում, իսկ դրանց հետևելը այդքան էլ բարդ չէ, կարող եք նույնիսկ հետևելով ձեր գոլեգաների էջերին հասկանալ, թե ինչն է այս պահին ակտուալ։ Ձեզ համար պատրաստել եմ շատ մեծ ինֆորմացիա, բայց առանց ջուր ծեծելու։ Այսինքն ֆիլտրել եմ ամենակարևոր ինֆորմացիաները, որպեսզի դուք չլինելով մարքետոլոգ կարողանաք այս ոլորտից, այսպես ասած, գլուխ հանել եւ ձեր էջերը կարողանաք ճիշտ առաջխաղացում անել։ Ամեն թեմայի շուրջ, որ ես կներկայացնեմ, շատ երկար եւ ժամերով կարելի է խոսել, բայց ես, ինչպես արդեն նշեցի, շատ հակիրճ, կարճ, բայց բազմաբովանդակ կներկայացնեմ, որպեսզի դուք ինքներդ կարողանաք գրագետ վարել ձեր էջերը։ Իսկ թե ինչքանով դուք կխորանաք յուրաքանչյուր ճյուղի մեջ, արդեն թողնում եմ ձեր հայեցողությանը։ Դե ինչ ձեզ սպասվում է շատ հագեցած դասընթաց, խորհուրդ կտամ այն դիտել թուղթ ու գրիչով, գրի առնել բոլոր կարևոր կետերը, դե չշարաշահեմ ձեր համբերությունը, անցնենք առաջ։ Բայց մի կարևոր բան եւս նշեմ, այս փաստը միշտ իմ բոլոր դասընթացների դեպքում ես ասում եմ, անպայման ձեր տեսադաշտից հեռացրեք ձեզ խանգարող բոլոր իրերը, կլինի հեռախոս, կլինեն այդ գadgetներ, դրանք կշեղեն ձեր ուշադրությունը ու չեն թողնի, որ դուք ամբողջությամբ ընկալեք ինֆորմացիան։ Սկսենք ամենակարևորից՝ վաճառքի ձագարից։ Մարքեթինգում գոյություն ունի այդպիսի մի հասկացություն, որը կոչվում է վաճառքի ձագար։ Հիմա ներկայացնեմ, թե դա որն է։ Վաճառքի ձագարը ունի հետևյալ տեսքը, որը հիմա դուք կտեսնեք ձեր էկրաններին։ Ձագարների շատ տարբերակներ կան, բայց սկզբունքը բոլորի դեպքում նույնն է եւ մեր ամբողջ կոնտենտը ուղղված է լինելու նրան, որպեսզի մարդիկ անցնեն ձագարի այս փուլերով, ձեր գրառումները պետք է լինեն ստորև թվարկվածների վերաբերյալ, որպեսզի էջը ինքն իրենով դառնա ձագար։ Այդ կետերը հետևյալն են՝ ծանոթություն, հետաքրքրություն, ցանկություն, վստահություն եւ վերջում նոր գնում։ Եկեք մի փոքր ավելի պատկերավոր ներկայացնեմ, պատկերացրեք մի սարդոստայն, որի ամեն մի թելը ձեր էջի որևէ գրառումն է, կլինի դա նկար, կլինի դա ռիլ, ու այսպես ասած, ցանկացած գրառում բացելիս ձեր հետևորդը պետք է ընկնի այդ սարդոստայնի մեջ, այսինքն դուք պետք է ձեր էջը այնպես փաթեթավորեք, որ յուրաքանչյուր գրառում այնքանով կարևոր լինի, որ իր մոտ միանգամից հետաքրքրություն առաջանա ձեր էջի հանդեպ ու նա սկսի ուսումնասիրել նաև մյուս գրառումները։ Այսինքն, այնպես ենք կազմում մեր կոնտենտ ռազմավարությունը, որ ամեն մի գրառումը փակի վաճառքի որևէ փուլը։ Օրինակ, գրառումների մի մասը պետք է հետաքրքրություն առաջացնեն մարդկանց մոտ, մյուս մասը վստահություն ներշնչեն, մյուս մասն էլ գրավեն նրանց ուշադրությունը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մի գրառումով պետք չէ մի քանի փուլ փակել, այսինքն մի գրառումով պետք չէ համ հետաքրքրություն առաջացնել, համ վաճառք անել, համ գրավել ուշադրությունը եւ այլն։ Դասակարգեք այդ ամենը մի քանի գրառումների մեջ, որպեսզի համ դուք չխճճվեք, համ էլ ձեր հետևորդը։ Եկեք նաև մի պարզ բան էլ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում վաճառքի հոգեբանությունը։ Իրականում այդքան էլ հեշտ չէ վաճառել մարդուն որևէ պրոդուկտ կամ ծառայություն, քանի որ մինչև վաճառքի փուլը հասնելը նա մի շարք այլ փուլերով է անցնում։ Այսինքն, ինչպես արդեն նշեցի վաճառքի ձագարի փուլերը, նա նախ պետք է ծանոթանա ձեզ հետ, հետո պետք է դուք նրա մոտ հետաքրքրություն առաջացնեք եւ վերջում արդեն նոր նա կայացնի գնման որոշումը։
Վաճառքը ինքն իրենով հենց հաճախորդի վստահությունն է ու եթե դուք կարողանաք այդ վստահությունը նրա մոտ առաջացնել, վստահաբար նա ձեզնից գնում կկատարի։ Բայց դա իրականում այդքան էլ հեշտ չէ, հատկապես on-line հարթակում, որտեղ դուք առերը շփում չեք ունենում ձեր հաճախորդի հետ, դրա համար պետք է այնքան ճիշտ դասավորեք ձեր էջի գրառումները, ձեր փաթեթավորումը կատարեք ու ունենաք վաճառքի ձագարի ճիշտ ստրուկտուրա, որպեսզի ձեր հաճախորդը կարողանա որոշում կայացնել գնելու։ Շատ հաճախ են այս սխալը անում, չնայած դրա մասին ես հետագայում էլ կխոսեմ, բայց նշեմ, որ նույնիսկ եթե դուք գովազդ միացնեք, միևնույն է դա չափանիշ չէ, որ ձեր պրոդուկտը կվաճառվի, քանի որ ինչպես արդեն նշեցի, պետք է մարդու մոտ այդ վստահությունը առաջանա, որպեսզի նա գնում կատարի։ Մի պահ ձեզ զգացեք ձեր հաճախորդի դերում եւ ինքներդ մտաբերեք, թե դուք որ պարագայում եք գնում կատարում, որ փուլում է այդ որոշումը ձեզ մոտ գալիս, որ դուք արդեն ունեք ցանկություն գնելու ու ձեզ դնելով ձեր հաճախորդի տեղը, դուք կարող եք մոտարապես հասկանալ, թե ինչն է կարող է զգալ, ինչ առարկություններ կարող է ունենալ, ինչ կասկածներ կարող է ունենալ ու հասկանաք, թե ինչի հետ պետք է աշխատեք։ Մի բան էլ հաշվի առեք, որ տարբեր մարդկանց մոտ հնարավոր է գնում կատարելու որոշումը տարբեր ժամանակահատվածում լինի, օրինակ մեկի մոտ մի շաբաթ կտևի, մյուսի մոտ 1 ամիս, բնականաբար մարդիկ տարբեր են, տարբեր անհատականություններ են ու այդ փաստից պետք չի նեղվել, նույնիսկ եթե դուք ամեն ինչ շատ ճիշտ եք արել, ճիշտ ստրուկտուրայով ձեր էջը կազմել եք, բայց վաճառքներ դեռևս չկան, մի հուսահատվեք, քանի որ մարդկանց ժամանակ է պետք, որպեսզի նրանց մոտ այդ վստահությունը առաջանա, ծանոթությունը, հետաքրքրությունը եւ մնացած բոլոր փուլերը։ Այժմ եկեք հասկանանք, թե որտեղից սկսենք եւ ինչ է պետք վաճառքի ձագարով էջ ունենալու համար։ Նախ ասեմ, որ Instagram-ը շատ հիանալի հարթակ է բիզնես անելու համար, շատ հիանալի գործիքներ կան ու տարատեսակ բիզնեսի համար ու դրանցից ցանկացածը պետք է տեղին կիրառել, որպեսզի այն ծառայի իր նպատակին ու բնականաբար ձեր բիզնեսի առաջխաղացմանը։ Դե ինչ, արդեն հասանք մեր էջի փաթեթավորմանը ու հիմա հասկանանք, թե այն ինչ է իր մեջ ներառում։ Առաջինը ավատարի եւ նիկնեյմի ճիշտ ընտրությունն է, բիոյի կազմումը, վիզուալի ստեղծումը, ակտուալ սթորիները եւ սա այն բազան է, որ անհրաժեշտ է էջի փաթեթավորման համար։ Առանց սրա ոչ մի արդյունք չենք կարող ունենալ եւ բնականաբար սխալ փաթեթավորման արդյունքում մենք վաճառքներ չենք կարող ունենալ։ Միգուցե այս փաստը հաճախ եմ շեշտում, բայց ուզում եմ դրանով շեշտադրել, թե ինչքան կարեւոր է վաճառքի ձագարի ճիշտ դասակարգումը եւ էջի փաթեթավորումը։ Այժմ հերթով կանցնենք յուրաքանչյուր կետի վրայով եւ ես ձեզ ցույց կտամ ոչ միայն ճիշտ թե ինչպես պետք է այն ձևավորել եւ կազմել, այլ նաեւ սխալ օրինակներն ցույց կտամ, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք, թե ինչն է այդտեղ սխալ ու չկրկնեք նույն սխալները։ Օրինակները նաև ցույց կտամ իմ էջի վրա, ես չնշեցի, որ նաև ռետուշոր եմ, պրակտիկ ռետուշոր, մենթոր եւ տրեյներ, ունեմ իմ գործնական էջը եւ այդ էջի վրա ձեզ ցույց կտամ ճիշտ ինչպես պետք է այն փաթեթավորել։ Առաջին կետը, որին պետք է ուշադրություն դարձնել, դա ավատարն է կամ մեր գլխավոր նկարը, որով էլ մեզ մարդիկ պետք է հիշեն։ Եկեք քննարկենք երկու տարբերակ, առաջինը երբ դա կազմակերպություն է եւ երկրորդը երբ անհատ է։ Կազմակերպության դեպքում կարելի է դնել հենց կազմակերպության լոգոն, առանց որևէ ֆոնի կամ ինչ-որ տեքստուրաների, հենց պարզ ոնց կա այդպես լոգոն եք դնում, իսկ անհատի պարագայում դնում եք ձեր նկարը։ Անձի դեպքում մի փոքր այլ է։ Ավատարը պետք է լինի խոշոր պլանով, ցանկալի է, որ դեմքը պարզ երևա, տեսանելի, տարբերվող, կոնտրաստով, տառատեսակը ընթեռնելի լինի, եթե որևէ գրված կա իր վրա, լինի միատոն առանց տեքստուրայի եւ դետալների, խոսքը ֆոնի մասին է, հետնամասի, որպեսզի մարդկանց աչքը տենց շատ չշեղի, ու որպեսզի նրանք կարողանան հիշել ձեր նկարը։ Այսինքն ցանկալի չէ, որ հետևի ֆոնը լինի խայտապղետ, քանի որ միատոն ֆոնով նկարները ել ավելի լավ են հիշվում։ Նաև ավատարը չպետք է լինի թե կանկյան նկար, վառած լույսով նկար, դեմքը կախ, չլինի բարդ կամ հեռվից նկար։ Սակայն այստեղ կա մի բայց, որի մասին կուզենամ շեշտել, սա հենց այն պահն է, որ ասում եմ մարքեթինգում դոգմաներ չկան ու եթե դուք ստեղծագործող էակ եք հատկապես, կարող եք որոշակի կանոնների խախտում անել, օրինակ, եթե լուսանկարիչ եք, դիզայներ եք կամ առհասարակ ստեղծագործող մարդ եք եւ այդ ոլորտում եք աշխատում, կարող եք այնպիսի նկար դնել, որը որ
ցույց կտա ձեր ստեղծագործական մտքի թռիչքը։ Կարող եք օրինակ ընտրել անսովոր ռակուրսով նկար, հետաքրքիր արտ-մշակումով նկար, բայց էլի պարտադիր է, որ այն պորտրետ լինի։ Օրինակ հիմա այստեղ ես կտեղադրեմ իմ էջի նկարը, որը ունի շատ ինձ համար գոնե գեղեցիկ մշակում ու կարծում եմ ել ավելի շեշտադրում է իմ դիզայներ լինելու փաստը։ Կանոնների միշտ էլ կարելի է խառնել, բայց այն պետք է լինի հիմնավորված, որպեսզի մարդկանց համար ել ավելի պարզ լինի, թե դուք դա ինչու եք այդպես արել եւ ինչու՞ չէ նաեւ իմաստավորված լինի։ Երկրորդը անվանումն է, nickname-ը։ Կրկին եկեք քննարկենք երկու դեպքի համար։ Կազմակերպության դեպքում գրենք հենց անունը, եթե այդ անվանումից կա նաև միջազգային շուկայում, կարող եք ավելացնել օրինակ Արմենիա, Երևան կամ այն քաղաքը, որտեղ որ գտնվում է կազմակերպությունը, այդպիսով ավելի կշեշտադրեք թե տեղանքը, թե արդեն ձեզ գտնելը ել ավելի հեշտ կլինի։ Անձի դեպքում կարող եք գրել ձեր անունը, ազգանունը կամ nickname-ը, եթե ունեք nickname, այդպես մարդիկ ձեզ ավելի հեշտ կհիշեն, քանի որ անունը շատ կարևոր է, ինչպես գիտեք, մարդու հետ շփման մեջ։ Օրինակ իմ դեպքում ես համ իմ անունն եմ նշել, համ իմ մասնագիտությունը, քանի որ շուկայում այդքան էլ տարածված չի ու իրենք երբ որ այդ բառը գրում են research, օրինակ շատ արագ ինձ բերում է ու այդպես իրենց համար ավելի հեշտ է ինձ փնտրելը։ Եկեք մի քանի օրինակ մասնագիտությունների համար քննարկենք, հասկանանք ինչ տարբերակներ կարելի է անել։ Օրինակ բժիշկները հաճախ են դոկտոր DR գրում իրենց անվանման սկզբում, հետո արդեն անունը կամ ազգանունը, ով ինչպես կցանկանա, կամ լուսանկարիչների դեպքում նրանք շատ հաճախ գրում են ազգանունը եւ ավելացնում photography։ Մեյքափ արտիստների դեպքում նշում են մեյքափ եւ իրենց անունը եւ այդպես։ Սակայն nickname-ի դեպքում եւս կան որոշակի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնեք եւ դրանց խախտման դեպքում վստահաբար կարող եք նույնիսկ հաճախորդներ կորցնել, որովհետեւ ամեն հնարավոր բան պետք է անեք, որպեսզի հաճախորդը հնարավորինս արագ կարողանա ձեզ գտնի, ժամանակ չծախսի ավել ու նրա համար այդ process-ը ել ավելի հեշտ լինի։ Nickname-ը չպետք է լինի շատ գծիկներով, հատկապես եթե այն սկզբում եք դնում, շատ դժվար է անընդհատ ստեղնաշարը փոխել, այդ գծիկները դնել, հետո նորից փոխել տառերի, այդպիսով դուք երկարացնում եք ձեզ փնտրելու process-ը։ Անընթեռնելի չպետք է լինի, շատ կրկնվող ձայնավորներով, բաղաձայններով, այդպես իրար կողք կպած հատկապես, շատ թվեր չպետք է լինեն ու չափազանց երկար չպետք է լինի։ Այլ պետք է լինի մաքսիմալ հեշտ հիշվող, քանի որ դրանից միայն դուք եք շահում։ Ինչպես արդեն նշեցի, դուք պարտավոր եք հարգել ձեր հաճախորդի ժամանակը եւ հնարավորինս կրճատել այդ ժամանակը, որը նա ծախսում է ձեզ գտնելու վրա։ Եկեք nickname-ի դեպքում էլ եւս քննարկենք սխալ օրինակները, որպեսզի ավելի հեշտ պատկերացում կազմեք։ Օրինակ առաջինի դեպքում դուք կտեսնեք մի շարք բաղաձայններ եւ ձայնավորներ իրար կպած ու բավականին երկար։ Երկրորդը on-line ծաղիկներ առաքում Երևան, այստեղ ոչ անուն կա, ոչ ինչ որ հիշվող որևէ բան կա, այսպիսի էջեր կարող են բազմաթիվ լինել, ուստի դրանով դուք չեք հեշտացնում ձեզ գտնելը։ Երրորդի դեպքում, ինչպես նշեցի, գծիկներ հատկապես այսքան երկար չպետք է լինեն, եթե գոնե գծիկ դնում եք, դա դրեք մեջտեղի հատվածում, երկու անվանումների մեջտեղում, քանի որ լրիվ միասին էլ ճիշտ չի լինի, որ դնեք, իսկ կետով այդքան էլ էսթետիկ չի նայվում։ Չորրորդում կտեսնեք կրկին թվեր, որոնք ուղղակի ոչինչ բան չեն ասում այդ էջի մասին, իսկ հինգերորդում էլի մի շարք բաղաձայններ իրար կպած, ոչինչ չասող անուն է։ Կարծում եմ այս օրինակների վրա արդեն պատկերացում կազմեցիք, թե ինչպես չպետք է լինի անվանումը եւ կկարողանաք ինքնուրույն գրել ճիշտ nickname։ Անցնենք բիոյին, որը շատ կարևորագույն մասն է կազմում էջի փաթեթավորման։ Հոգեբանները ասում են, որ մարդու վրա տպավորություն թողնելու համար մենք ունենք ընդամենը 3 վայրկյան, եւ այդ 3 վայրկյանը վիրտուալ աշխարհում կատարում է բիոն։ Ճիշտ բիո գրելու դեպքում դուք կարող եք առանց գովազդ միացնելու ունենալ շատ մեծ վաճառքներ, ուստի չեմ ուզում բիոյին մատների արանքով նայեք, հակառակը պետք է շատ մեծ կարևորություն տաք, որպեսզի ձեզ չճանաչող անձինք կարողանան ձեր մասին կարծիք կազմել ու իմանան ձեր մասին այն ամենակարևոր բաները, որոնք որ ուզում եք որ իմանան։ Ճիշտ է, բիոն մի քիչ բարդ է գրելը,
բայց միևնույն ժամանակ ամենակարևորն է։ Պատկերացրեք, որ այն ձեր այցեքարտն է, որը ունի 140 սիմվոլի հնարավորություն եւ այդքան հատվածը հենց նախատեսված է ձեզ ներկայացնելու համար։ Ուստի դուք այն պետք է շատ ճիշտ եւ գրագետ օգտագործեք, որպեսզի ոչ մի բան բաց չթողնեք եւ միևնույն ժամանակ կարողանաք տեղավորվեք այդքան սիմվոլների մեջ։ Բիոն պետք է պատասխանի հետեւյալ հարցերին. ով եմ ես, ինչով եմ զբաղվում, որոնք են իմ առանձնահատկությունները, այսպես ասած իմ ֆիշկաները, ինչու ինձ պետք է հետևեն եւ իհարկե պետք է դրդի գործողության, այսինքն բիոյում դուք պետք է գրեք, թե ինչու պետք է ձեզ հետևեն։ Օրինակ, կարող եք գրել, որ անցեք այս հողումով, թողեք հայտ, գրանցվեք դասընթացին, սեղմեք այս կոճակին, բաժանորդագրվեք իմ ալիքին ու այդպիսով ուղղորդեք նրանց այնտեղ, որտեղ որ պետք է։ Նույնիսկ կարող եք սլակների միջոցով էլ դա անել, կամ կարող եք որևէ անվճար նյութ տրամադրել, ինչը շատ ավելի արդյունավետ է, օրինակ մարքեթինգային տերմինոլոգիայով կոչվում է դա lead magnet, որևէ անվճար դաս, checklist, վեբինարից որևէ հատված, օգտակար խորհուրդներ, պրեսետներ, ծառայություն, ինչ որ կցանկանաք, որ դուք պատրաստ եք դա անվճար տրամադրել ձեր հետևորդին, որպեսզի նա կարողանա ձեզ հետևի եւ դուք նրա մոտ հետաքրքրություն առաջացնեք նաեւ։ Բիոն կարդալով մարդը ամենակիչը պետք է ցանկություն ունենա մի քանի րոպե ավել մնալ ձեր էջում, ուստի նպատակը այնտեղ վաճառքը չէ, մի գրեք բիոյում հասցեներ, հեռախոսահամարներ, թե ինչպես դες հետ կապվեն, ինչպես դες գտնեն, քանի որ մարդը դեռ նոր է ծանոթանում ձեզ հետ, իսկ դուք միանգամից ասում եք, թե ինչպես նա կապվի ձեզ հետ, ինչպես գնում կատարի։ Ուստի վաճառք անելը բիոյում ուղղակի մոռացեք։ Իսկ թե ինչպես գրել հեշտ բիո, հիմա ես ձեզ կօգնեմ իմ այս հարցերի միջոցով։ Դուրս գրեք ձեր բլոգի, բիզնեսի առանձնահատկությունները եւ այն բոլոր բառերը, արտահայտությունները, որոնք կնկարագրեն ձեզ, ձեր գործունեությունը, ձեր բլոգը, միևնույն ժամանակ չհորինելով եւ չխաբելով։ Իմացեք, որ հաճախորդը շուտը շատ արագ է զգում, ուստի իմաստ չկա որևէ բան գրել, որը չի համապատասխանում իրականությանը։ Վստահ եմ, բոլորս էլ ունենք առանձնահատկություններ, որոնցով մենք տարբերվում ենք։ Եթե նույնիսկ դժվարանում եք գրել, կարող եք հարցնել ձեր շրջապատին, կարող եք հարցում անցկացնել, ստորիների միջոցով ձեր հետևորդներին հարցնեք, թե օրինակ ինչն եք սիրում իմ էջում, ինչն եք գնահատում իմ մեջ, եւ այդպիսով կկարողանաք հասկանալ, թե որ կարծիքներն են շատ հաճախ կրկնվում, եւ դրանք էլ կտեղադրեք հենց բիոյում։ Եվս մի շատ ժամանակակից տարբերակ կարող եք նաև դիմել արհեստական բանականությանը, օրինակ ChatGPT-ին, Gemini-ին, Claude-ին, որին որ ծանոթ եք, եւ ինքը կարծում եմ ձեզ բավականին կկարողանա օգնել այդ հարցում ու այլ ավելի կհեշտացնի ձեր գործը։ Այս անգամ էլ քննարկենք, թե ինչ չպետք է լինի մեր բիոյում։ Չպետք է լինեն անուններ, երեխաների տարիքը, աֆորիզմներ, կլիշեներ, աբստրակտ ինչ-որ բառեր, օրինակ ամուսնու սիրելի կինը, երկու արքայադուստրերի երջանիկ մայրիկ, այստեղ կգտնեք ձեր մոտիվացիան, սրանք այնքան շաբլոն կրկնվող արտահայտություններ են, որ արդեն հոգնածնում են, բացի դա դրանք ոչինչ չի տալիս մարդկանց, ուղղակի ինչ-որ մտքեր են, որոնք գուցե եւ դուք սիրում եք եւ ձեր համար շատ կարեւոր են, բայց միևնույն է անիմաստ ծախսում եք տվյալ տողը, որը որ շատ կարևոր է, որ այլ բանի վրա ծախսեիք։ Ինչպես արդեն նշեցի, կոնկրետ ինֆորմացիա չտվող նախադասություններ էլ չպետք է լինեն եւ իհարկե շատ էմոջիներ, դրանք էլ են շատ խանգարում, հատկապես եթե իրարից տարբեր են, գույները տարբեր են։ Ուրիշ բան, եթե օրինակ բլոգերներ կան, որոնք travel բլոգերներ են եւ դրոշներն են օրինակ դնում այնտեղ, եթե այդքան տեղ ունեք, այո, կարող եք դնել, բայց դա էլ կարող եք եւ ավելի արդյունավետ օգտագործել եւ այլ ինֆորմացիա այդտեղ նշել, քան մի շարք դրոշներն են։ Իսկ թե ինչպես պետք է գրել ճիշտ բիո։ Բիոն պետք է գրեք հաճախորդի տեսանկյունից, ով ձեզ բացարձակ չի ճանաչում, իսկ դուք ունեք ընդամենը մի քանի տող, որպեսզի նրա հետ ծանոթանաք, խոստանաք նրան ձեր շահը եւ ստիպեք, որ նա հետևի ձեզ։ Եթե օտար մեկը կարդա ձեր բիոն եւ ոչինչ չհասկանա, այդտեղ միայն ձեր մեղավորությունն է, քանի որ դա գրել եք ձեր տեսանկյունից, ոչ թե իր։ Յուրաքանչյուր բառ բիոյում պետք է կամ կարևոր ինֆո տա, կամ գրավի կարդացողին։ Ավելի լավ պատկերացնելու համար հարց տվեք, թե ինչ կտա այս տողը ինձ, ինչ եմ ես այս տողով ուզում հասկացնել իմ հետևորդին։ Եթե ոչինչ, ուրեմն միանշանակ ջնջում եք այդ տողը։
Մի քանի արտահայտություն նշեմ, որոնք գուցե ձեզ էլ պետք են։ Կարող եք սկսել տվյալ տողը հետևյալ բառերով կսովորեցնեմ, կապահովեմ, կտրամադրեմ, կամ օրինակ գնումից առաջ փորձելու հնարավորություն, բլոգ SMM-ի մասին առանց մրցույթ վաճառելու, դիպլոմավորված SMM մասնագետ, գիտեմ ինչպես անել, որ ունենաք վաճառքներ, առաջին ներմուծողը Հայաստանի Հանրապետությունում կամ միակը ՀՀ-ում, երկու պրոդուկտ գնելու դեպքում առաքումը անվճար, կարծիքները ակտուալ սթորիներում նայել, կոշիկներ, որոնք կծառայեն 5 տարի եւ մի շարք այլ նախադասություններ։ Այս բոլորը, որ ես նշեցի, դրանք բարձրացնում են ձեր հեղինակությունը, որոշները նաև ցույց են տալիս ձեր էքսպերտ լինելը, որը շատ կարևոր է մարդուն ձեզ ճանաչելու համար։ Այստեղ կրկին հիշում ենք հաճախորդին հարգելու եւ նրա թանկ ժամանակը խնայելու մասին, երբ արդեն բիոն պատրաստ է, մարդկանց համար ձեզ ճանաչելը շատ ավելի հեշտ կլինի ու նրանք ավելորդ ժամանակ չեն ծախսի, որպեսզի հասկանան, թե ում էջ են մուտք գործել։ Դե ինչ, հիմա եկեք նաև քննարկենք, թե ինչ սխալ բիոյի օրինակներ եմ ես դուրս բերել եւ ինչու են դրանք սխալ։ Սկսենք առաջինից, make-up, beauty style blog։ Ես հիմնաբառերի մասով հաջորդիվ կխոսեմ, բայց այստեղ ասեմ, որ գծիկների արանքում պետք է տարածություն թողնեք, այսինքն space, որպեսզի իրար կպած չլինեն։ Իրար կպած լինելու դեպքում այդ բառը, այսպես ասած, չի հաշվվում եւ նույնիսկ եթե search-ում գրեն make-up, ձեզ չի բերելու։ Դրա համար այդ արանքում միշտ պահեք ազատ տարածք, որպեսզի լրիվ կպած իրար չլինեն։ Ու բացի դա, այդպես էսթետիկ էլ չի նայվում։ Երկրորդ տողում գրված է blogger, սա այն հատվածն է, որտեղ դուք կարող եք գրել, թե ինչ մասնագետ եք, բայց այդ մասը կարող եք նաև քողարկել, ես չեմ սիրում դա դնել, դուք ինչպես որ կցանկանաք, այդտեղ որևէ սխալ չկա։ Հիմա անցնենք առաջ, քո սրտի դիմահարդարը, դասընթացներ, 100+ գոհ աշակերտ, համագործակցության համար գրել ունամակի նշանը, founder, Գյումրի, մի խոսքով սենց լիքը ինֆորմացիա կա, բայց շատ խառնագրված, էմոջիները իրարից տարբեր են, խառն են, ու ես խորհուրդ կտամ նաև մի տողով իրար հետևից չգնա ինֆորմացիան, այսինքն արանքում գոնե ազատ տարածք թողնենք, ինչպես որ առաջի կետում նշեցի, պարզ է, որ համագործակցության համար ձեզ պետք է գրեն, դա կարիք չկա եւս մեկ անգամ շեշտելու։ Գյումրին կարող է այստեղ գրված չլինել, քանի որ այնտեղ կա հատուկ տեղ հասցեն նշելու եւ բիոյի մեջ չարժե օգտագործել այդ հատվածը հասցեն գրելու համար, ինչպես նաեւ հեռախոսահամարը, որի համար կա նաեւ առանձին կոճակ, դա էլ չարժի բիոյում գրել։ Քննարկենք երկրորդը shoes and bags for fashioners, shopping and retail, այստեղ երկու էջ է նշված, միացիր մեզ ու հետևիր ամենավորակյալ, ամենասիրուն տեսականուն։ Ետ վերադարձ չկա։ Սկսենք վերջից, ետ վերադարձ չկա, դա արդեն այնպիսի մի փաստ է, որ մարդկանց կվանի ձեր էջը, հակառակը, որովհետև դուք նրանով շեշտում եք, որ ինչ որ գնեն, միևնույն է չեն կարողանալու հետ վերադարձնեն։ Այստեղ շատ երկար ուղղակի գրված է միացիր մեզ, հետևիր, այդ բառերը կարող եք չգրել, փոխարենը գրեք, թե ինչպիսի ապրանք ունեք, որ երկրից եք ներմուծում, ինչով են տարբերվում դրանք։ Եվ այն մյուս կարևոր կետերը, որոնք դուք կարևորում եք ձեր բրենդում։ Քննարկենք երրորդը, Asha handbags, ընդունվում են ձեռագործ պայուսակների պատվերներ, այստեղ համ էմոջին է նշված, համ գրված է բառերով պայուսակներ, պատրաստված բնական կամ արհեստական հուլունքներով։ Պատվերները պատրաստվում են 5-ից 10 օրվա ընթացքում։ Այս ամբողջ տողը կարելի է կրճատել ու գրել ուղղակի պատվերները բուտ 5-ից 10 օրում։ Հիշում եք, չէ՞, պետք է հնարավորինս կարճ գրեք, որպեսզի կարողանաք ել ավելի շատ ինֆորմացիա տեղավորել բիոյի հատվածում։ Ընդունվում են ձեռագործ պայուսակների պատվերներ։ Բնականաբար դուք, եթե ունեք բիզնես էջ, պետք է ընդունեք պատվերներ։ Անիմաստ է նորից նշել, որ ընդունվում են պատվերներ։ Պատրաստված բառը նույնպես կարող է չլինել, կարող եք ուղղակի գրել բնական արհեստական հուլունքներով, չնայած արհեստականի պահը մի քիչ էլի կասկածելի է։ Կարծում եմ, եթե նույնիսկ արհեստական հուլունքներով դուք պատրաստում եք, կարիք չկա հատուկ դա առանձին նշել։ Դա որևէ կերպ չի տալիս ձեզ ինչ-որ ավել բան։ Դրա համար կարելի է դրա փոխարեն ուրիշ բան գրել։ Անցնենք հիմնաբառերին, որը պակաս կարևոր չէ։ Քանի որ շատերն են շփոթում, թե որոնք են հիմնաբառերը, դա որ հատվածում է գրվում, ես հիմա էկրաններին ցույց կտամ, թե հենց որ հատվածն է դա Instagram-ի բիոյում կազմում։ Այն գրվում է բիոյի վերևի տողում հենց։ Շատ ուշադիր եղեք փոփոխելու հարցում, քանի որ այս տողը կարող եք փոխել 14 օրը 1,
այդպես է Instagram-ի կարգը, դրա համար լավ մտածեք, ես կասեի 3 անգամ մտածեք, նոր տեղադրեք բառերը, վերջնական հաստատեք։ Այստեղ պետք է գրեք 3-ից 4 բանալի բառ, որոնցով մարդիկ կփորձեն փնտրել ու գտնել ձեզ նույն սկզբունքով, որ բիոն, այսինքն սկզբից առանձնացրեք այն բառերը, որոնք որ ձեզ ամենալավն են նկարագրում, եւ հետո զտեք այդ ցուցակը եւ վերջում թողեք 4 լավագույնները, 4 կամ 5 կախված է բառի երկարությունից, եւ կրկին ինքներդ ձեզ հարց տվեք, արդյոք ես ինձ կփնտրեի այս բառերով, թե ոչ։ Այս տողում անիմաստ է օգտագործել անուն ազգանունը եւս մեկ անգամ շեշտելով, հատկապես եթե այն գրված է ձեր նիկնեյմում։ Եթե գրված չէ, այո, կարող եք նշել, բայց կարելի է չկրկնվել եւ օգտագործել այն ավելի արդյունավետ։ Փոխարենը ընտրեք եւ առանձնացրեք գրեք այն բանալի բառերը, որոնցով գուցե մարդիկ ձեզ փնտրեն։ Օրինակ, իմ դեպքում մարդիկ գուցե փնտրեն ինձ retouch, մշակում, photo editing, editor այդ բառերի միջոցով։ Նաեւ նշեմ, որ այդ բառերը Google-ում գրելու դեպքում էլ նույնպես ձեր էջը կբերի։ Դրա համար այնպիսի ճիշտ բառեր ընտրեք, որ նույնիսկ Google-ում գրելու դեպքում մարդիկ կարողանան ձեզ հեշտ գտնել։ Նորից եւս մեկ անգամ նշեմ, որ չմոռանաք արանքում ազատ տարածք թողնել եւ իրար մոտ չգրել, ու նաեւ կախված ձեր ոլորտից կարող եք նաեւ այլ լեզվով էլ գրել, օրինակ ռուսերենով, անգլերենով, ինչպես որ կմտածեք, որ ձեզ կփնտրի ձեր հաճախորդը, այստեղ կրկին ինչ-որ հստակ կանոններ չկան։ Օրինակ, եթե դուք լուսանկարիչ եք ու ձեզ հաճախ են դիմում հենց ռուսները, դուք կարող եք առաջի բառը հենց ռուսերենով գրել ֆոտոգրաֆ, հետո նոր հայերենով գրել լուսանկարիչ կամ անգլերենով, եթե իհարկե կուզեք։ Քանի որ ենթադրվում է, որ ավելի շատ ձեզ կփնտրեն ֆոտոգրաֆ ռուսերեն գրվածքով, քան հայերենով, եթե ձեզ շատ են դիմում ռուսները։ Կարծում եմ ամեն ինչ հասկանալի է եւ կկարողանաք նաեւ գրել ճիշտ ձեր հիմնաբառերը։ Ակտուալ սթորիներ, անգլերենով highlights։ Ամենաշատ վաճառքը ապահովում են հենց սթորիները, եթե չգիտեք, շատ կարևոր է սթորիները ճիշտ օգտագործելը, քան գրառումները, չնայած գրառումները նույնպես կարևոր են, բայց վաճառքների մեծ մասը կատարվում է սթորիների միջոցով։ Ուստի ձեր ակտուալ սթորիների բաժինները նույնպես պետք է շատ գրագետ կազմված լինեն, բովանդակալից լինեն եւ կարևոր ինֆորմացիան, որը պետք կգա ձեր հաճախորդին, նա պետք է պարտադիր գտնի այդ ակտուալ սթորիների բաժնում։ Իդեպ այդպես նաև դուք եք ժամանակ խնայում, քանի որ մարդիկ անընդհատ ձեզ այդ հարցերը չեն տալիս, միգուցե նրանք մտնեն ձեր էջ եւ իրենց հարցի պատասխանը գտնեն ակտուալ սթորիների բաժնում եւ այդ հարցը նորից ձեզ չտան։ Ակտուալ սթորիները գտնվում են բյոյից ներքև, դրանք այն սթորիներն են, որոնք ակտուալ են, բառը հենց ինքնին հուշում է, եւ որոնք որ ցանկանում են մարդիկ կրկին նայել, որոնց միջոցով ուզում եք ձեր հետևորդին կարևոր ինֆորմացիա փոխանցել։ Այն հարցերը, որոնք որ ձեզ հաճախ են տալիս մարդիկ, դրանց պատասխանները կարող եք հենց սթորիների տեսքով ներկայացնել գեղեցիկ եւ պահպանել ակտուալ սթորիներում, որպեսզի նոր մարդիկ ձեր էջ մտնելուց եւս տեսնեն եւ ստիպված չլինեն նույն բանը ամեն անգամ կրկնել, ինչպես արդեն ասեցի։ Որպես հուշում նշեմ մի քանի թեմա, որոնք ցանկացած ոլորտին համապատասխան կլինեն, նույնիսկ անհատների դեպքում։ Առաջինը կարող եք նշել, թե ով եք դուք, ձեր մասին, ինֆորմացիա, ինչ որ կուզեք նշել, թե մասնագիտություն կլինի, հոբիներ կլինեն, կազմակերպության դեպքում թե երբ այն ստեղծվել, ինչ պայմաններում, ովքեր են հիմնադիրները եւ այլն։ Հաջորդը կարծիքներ։ Կարծիքները ամենակարևոր բաժիններից մեկն է, քանի որ ապահովում են նաև վաճառքների մեծ մասը։ Շատ զգուշությամբ պետք է վերաբերվեք այս բաժնին, պետք չէ հորինել, եթե չկան կարծիքներ, մտածեք, թե ինչ անվճար նյութ կարող եք տալ ձեր հետևորդին, որպեսզի դրա դիմաց նա ձեզ իր կարծիքը հայտնի։ Եթե իհարկե չունեք կարծիքներ արդեն իսկ պահպանված, բայց պետք չէ հորինել, քանի որ մարդիկ շատ լավ զգում են, հասկանում են, որ դա հորինված է եւ բացի այդ կարիք չկա խաբել ձեր հետևորդին։ Կարող եք խոսել նաեւ արդյունքներից։ Օրինակ, նկարների պարագայում ես հաճախ դնում եմ before-after տարբերակներ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչից ինչ եմ կարողացել ստանալ մշակման միջոցով։ Ծառայությունների դեպքում դուք կարող եք ցանկացած ձևով այն ներկայացնել, ռիլի տեսքով կլինի, ֆոտոյի տեսքով էլ կարող եք ներկայացնել, ներկայացրեք վերջնական տեսքը, թե դուք ինչ եք վաճառում, կլինի դա պրոդուկտ, կլինի ծառայություն եւ այլն։ Հաջորդը կարող եք դնել, թե ինչ ծառայություններ ունեք, ամենապահանջված պրոդուկտը ձեր
Եթե ունեք հատուկ ուղղվածության ծառայություն, նույնիսկ կարող եք առանձին էջել բացել որպես ձեր պորտֆոլիո, չնայած կան այլ կայքեր, որոնց միջոցով նույնպես կարող եք պորտֆոլիո ունենալ, եթե դիզայներ եք, օրինակ Behance-ը շատ լավ կայք է պորտֆոլիոյի համար, բայց եթե դուք SMM մասնագետ եք եւ շատ ունեք ծառայություններ, կարող եք առանձին էջ բացել եւ այնտեղ մոտ 9 գրառումից բաղկացած էջ փաթեթավորել ու նշեք, թե ինչ ծառայություններ եք մատուցում։ Օրինակ, էջի աուդիտ կամ թիրախավորում, էջի ընդհանուր փաթեթավորում եւ այլն։ Հաջորդը այստեղ արդեն կարող եք հասցեն նշեք, թե ինչպես կարող են ձեզ գտնել, ինչպես կարող են գրանցվել, ինչպես կարող են պատվիրել։ Հասցեն նշեք շատ պատկերավոր վիդեոյի տեսքով ցանկալի է, որպեսզի մարդը հնարավորինս լավ կարողանա ձեզ գտնել։ Կարող եք նաև նշել հաճախ դրվող հարցերը։ Եթե կարիք զգում եք, այն ինչ որ ես ասում եմ, կրկին դոգմա չէ, դուք կարող եք այն փոփոխել, պարզապես որպես հուշում ձեզ ասում եմ, թե ինչ բաժիններ կարող են լինել։ Երբեմն լինում են հարց պատասխաններ, որոնք նույնպես կարող եք պահպանել բաժնում, եթե դա ինչ որ կարևոր թեմայի շուրջ է։ Կարող եք նշել ձեր գնացուցակը, եթե դա կոնֆիդենցիալ չէ, եթե դուք անընդհատ այդ հարցին պատասխանում եք ու արդեն հոգնել եք ու կարող եք հեշտացնել այդ process-ը, միանգամից հաճախորդը մտնի ձեր էջ եւ տեսնի ձեր գնացուցակը։ Կարող եք խոսել ձեր կանոնադրությունից նաեւ, եթե կան ինչ-որ հստակ կետեր, որոնց մարդը պետք է ուշադրություն դարձնի, օրինակ սրճարանների դեպքում միգուցե նրանք նշում են, որ մեզ մոտ արգելված է կենդանիներով այցելելը։ Օրինակ սրճարանների դեպքում գուցե նրանք նշեն, որ մեզ մոտ արգելված է կենդանիներով այցելելը կամ 6-ից հետո արգելված է coworking բաժնում աշխատելը, համակարգիչներ բերելը եւ այլն։ Հավելյալ թեմաներ նույնպես նշեմ, ձեր լավագույն գրառումները կարող եք պահպանել, երբ որ դուք repost եք անում story, դրանք կարող եք պահպանել։ Հարցումների արդյունքներ կարող եք պահպանել, կրկնվող թեմաներ, կախված ձեր ոլորտից։ Իդեպ մի լավ բան էլ ասեմ, ակտուալ story-ների հետ կապված, նախ կան հատուկ սխեմաներ, թե ինչպես մի ակտուալ story բաժինը դուք ձևավորեք, բայց դա այլ մի ամբողջ դասընթացի թեմա է, այսպես ասած, քանի որ կան հստակ կետեր, թե ինչպես պետք է լինի սկիզբը, ինչից պետք է խոսեք մեջտեղի հատվածում եւ ինչպես այն պետք է եզրափակեք, բայց նաև կարևոր է այն պարագայում, երբ որ ձեզ ինչ-որ հարց են տալիս, դուք կարող եք հենց այդ բաժնի story-ին միանգամից ուղարկել նամակով ու մարդը թերթի մնացած արդեն story-ները տեսնի ու իր հարցի պատասխանները շատ հանգիստ ստանա։ Մի փոքր նաև խոսեմ, թե ինչպիսի տեսք պետք է ունենան ակտուալ story-ները, այսինքն վիզուալի առումով, ցանկալի է որ լինեն մինչև 10 հատ, բայց օրինակ իմ էջում մինչև 20-ն են, քանի որ այնտեղ շատ թեմաներ կան, որոնց մասին ես ուզում եմ, որ տեղեկացված լինեն իմ հետևորդները, օրինակ կա առանձին YouTube-ի բաժին, կա առանձին Telegram-ի բաժին եւ դրանք չեմ կարող միայն նրա համար, որպեսզի քիչ լինի ակտուալ story-ների բաժինների քանակը ուղղակի հանեմ եւ դուրս թողնեմ։ Ցանկալի է, որ բլոգի վիզուալին համապատասխանեն, այսինքն գունային առումով շատ տարբեր չլինեն, որպեսզի ել ավելի էսթետիկ լինի եւ աչքին հաճելի։ Յուրաքանչյուրը պետք է պատասխանի հաճախորդի որևէ հարցին եւ փարատի նրա ցավը, ինչպես նաեւ կասկածները վերացնի։ Վերնագրերը ցանկալի է, որ գրեք մեկ լեզվով, ցանկալի չէ, որ մի քանի տարբեր լեզուներ կիրառեք, օրինակ մեկը լինի անգլերեն, մեկը լինի ռուսերեն, մյուսը հայերեն։ Իհարկե կան տերմիններ, որոնք չեն թարգմանվում, բայց 1-2 կարող եք այդպես դնել, ոչ բոլորը։ Եթե նույնիսկ քիչ է 10-ից ստացվում, կարող եք վերլուծել ձեր direct-ը, այսինքն նամակների բաժինը եւ հասկանալ, թե ինչի մասին են ձեզ ամենաշատը հարցնում եւ դրա արդյունքում էլ կազմել տվյալ ակտուալ story բաժինը։ Իսկ թե ինչպիսին պետք է լինեն ակտուալ story-ների նկարները, մի քիչ հարաբերական է, քանի որ ոլորտից կախված կարող են շատ տարբեր լինել։ Հաճախ եմ տեսնում, որ միատոն ֆոն է դրված լինում եւ վրան ուղղակի գրվածք է լինում։ Բայց եթե դուք ցանկանում եք, կարող եք նկարների տեսքով էլ այն ներկայացնել, այդ հարցում ձեզ կարող են օգնել PicsArt, Canva ծրագրերը, որոնք նաև պատրաստի շաբլոններ ունեն եւ դուք այնտեղ կարող եք միայն փոփոխել գրվածքը կամ գույնը, թեկուզ եթե ցանկանում եք, ու շատ ավելի հեշտացնում է ձեր գործը, ստիպված չեք լինում դիզայներին դիմել այդ հարցով։ Դե ինչ, անցնենք հաջորդ կարևոր թեմային, էջի վիզուալին։ Instagram-ում վիզուալը շատ կարևոր է, ուշեշտը դրված է հենց ֆոտոների վրա, ռիլերի դեպքում էլ ինչու՞ չէ, վիզուալը շատ կարևոր է, ի տարբերություն այլ սոցցանցերի։
Ձեր վիզուալը պետք է հիշվող լինի բավականին, ու edge-ի մասին առաջին տպավորությունը մարդը կազմում է ոչ միայն բիոյով, այլ նաև վիզուալով։ Վիզուալով շատ հեշտ է հիշել, հատկապես եթե մարդը ունի տեսողական հիշողություն, ոչ թե աուդիալ, ավելի լավ է տպավորվում նրա մոտ տվյալ edge-ը։ Իսկ եթե բիոն կամ վիզուալը գեղեցիկ կազմված չլինի եւ գրագետ, բնականաբար դուք կկորցնեք ձեր հետևորդին եւ նա follow չի անի ձեզ։ Իհարկե հիմա միայն գեղեցիկ նկարները ոչ ոքի չեք զարմացնի, բայց նաև շատ կարևոր է այդ նկարները ճիշտ համադրելը, ճիշտ դասավորելը եւ ներկայացնելը, թե գունային առումով, թե դասավորվածության առումով։ Հիմա մենք դրանք հերթով մանրամասն կքննարկենք։ Այստեղ նույնպես, ինչպես ճանաչելու հարցում, մարդուն մի քանի վայրկյան է ընդամենը պետք, որպեսզի այսպես հայացքով նայի ձեր edge-ը եւ հասկանա արդյոք դա նրան գրավեց թե ոչ եւ արդյոք ուզում է հետեւել թե ոչ։ Ու մարդիկ կան, եթե edge-ի վիզուալը նրանց դուր չի գալիս, շատ տարբեր է, ամեն ինչ խառնված է իրար edge-ում, նույնիսկ գունային գաման է խառնված, ես այդ edge-երին չեմ հետևում եւ միանգամից դուրս եմ գալիս, նույնիսկ ժամանակ չեմ ուզում ծախսել այդ edge-ը ուսումնասիրելու վրա, քանի որ էսթետիկ չի ու այդքան էլ հաճելի չի։ Instagram-ը շատ իդեալական վայր է հենց հատուկ դիզայներների համար, այն իմաստով, որ նրանք Instagram-ը հենց կարող են ներկայացնել որպես իրենց պորտֆոլիո եւ այլ կայքում նորից պորտֆոլիո չսարքեն, այսինքն այն նկարները, այն աշխատանքները, որ իրենք կատարում են, հենց ներկայացված լինեն Instagram-ում։ Այս առումով նրանց գործը մի փոքր հեշտանում է, բայց իհարկե մյուս մասնակիցների դեպքում էլ, օրինակ, բժիշկների դեպքում նրանք կարող են ցույց տալ իրենց կատարված պրոցեդուրաները, օրինակ շուրթերի մեծացում կլինի կամ հոնքերի փոշեդրում կլինի, բայց դրանք պետք է համադրել մյուս նկարների հետ, որոնց մեջ նաև պետք է լինի ձեր անձնական նկարները։ Մարդիկ պետք է հստակ ձեզ իմանան, թե դուք որն եք ձեր edge-ում, այսինքն այնպես պետք է ձեզ ներկայացնեք, որ իրանք տեսնեն ու ճանաչեն։ Օրինակ լուսանկարիչների դեպքում շատ եմ տեսնում այս սխալը, որ միայն իրենց նկարված նկարներն են դնում, այսինքն իրենց հաճախորդների։ Ու երբ որ մտնում ես տվյալ edge, դու չես հասկանում ով է լուսանկարիչը։ Նույնիսկ ավատարում իրենց դու չես կարող տեսնել, երբեմն իրենց լոգոն է լինում եւ այդպես շատ դժվար է կողմնորոշվելը, շատ հաճախ մարդիկ հենց մարդուն տեսնելով են որոշում կայացնում, արդյոք իրեն դիմեն թե ոչ։ Բնականաբար մարդու տեսքը շատ բան կարող է իր մասին ասել, դրա համար շատ կարևոր է ունենալ անձնական նկարներ, արեք մի քանի ֆոտոսեսիաներ կամ պարբերաբար դա կարող եք անել եւ համադրեք դրանք ձեր աշխատանքների հետ, մյուս գրառումների հետ, որոնք կարող են լինել տեքստային եւ ինչու՞ չէ նաեւ ռիլերի։ Ինչպես արդեն նշեցի, միայն գեղեցիկ նկարներ ունենալը բավական չէ գեղեցիկ վիզուալ ունենալու համար, կան մի շարք այլ կանոններ, որոնց դուք պետք է հետևեք եւ ըստ դրա կազմեք ձեր վիզուալը։ Հիմա ես դրանք հերթով կներկայացնեմ։ Գոյություն ունեն պրոֆիլի տեսակներ, դրանք մի քանիսն են։ Առաջինը մինիմալիստական ոճն է, բավականին թրենդային, որը վերջերս շատ հաճախ են օգտագործում, այնտեղ դուք կգտնեք մինիմալիստական դետալներ, ավելի շատ օդ տարածքները դրանք այն հատվածներ են, որոնք որ ազատ են, այսինքն ոչինչ չկա այդտեղ, դա կարող է լինի երկինք, կարող է լինի ինչ-որ ծով կամ առհասարակ կարող է լինել ֆոն, սովորական միատոն ֆոն։ Հաջորդը միատոնն է, գերակշռում է նույն գույնը, օրինակ այս պարագայում դեղինն է շատ գերակշռում, սևը, դուք կարող եք ընտրել այնպիսի գույն, որը որ ձեզ հոգեհարազատ կլինի, կախված ոլորտից նաև կարող եք ուսումնասիրել գույնի հոգեբանությունը եւ ըստ դրա հասկանաք, թե որ գույնը ճիշտ կլինի օգտագործել հենց ձեր վիզուալում։ Մյուսը լուսավորն է, հիմնականում բնական լույսով արված նկարներ կգտնեք այստեղ։ Հաջորդը տաքն է, այսինքն տաք երանգների մեջ, կրկին մոտ է լուսավորին, դեռ արդեն մի քիչ խիտ են գույները եւ ավելի տաք։ Մյուսը մուգ, ինչպես տեսնում եք, այստեղ հիմնականում սևն է գերակշռում եւ մութ նկարներ են, այդքան շատ լուսավորություն չկա։ Մյուսը վառ, այստեղ խայտաբղետ նկարներ են, տարբեր գույների, բայց շատ գեղեցիկ համադրված միևնույն ժամանակ։ Կարող է լինել օրինակ ոճաբանի edge։ Մյուսը սառը, սա շատ մոտ է մուգին, այստեղ ուղղակի գույների տաքությունը ավելի շատ բացակայում է եւ սառը երանգների մեջ է, բացի մուգից։ Մյուսը ծանրաբեռնված, սա օրինակ կարող է լինել travel blogger-ի edge, որտեղ որ ամեն տիպի նկարներ կարող եք գտնել, տարածքները տարբեր կարող են լինել։ Հաջորդը կոնտրաստային, սա կարող է լինել օրինակ լուսանկարչի edge, որտեղ կրկին կան շատ տարբեր տարածքներից նկարներ, դետալներ, ինչու՞ չէ նաև։
Պրոֆիլի տեսակները այսքանն էին, ես ձեզ նաև հուշեմ ծրագրեր, թե որոնց միջոցով կարող եք ձեր նկարները դասավորել նախքան պոստ անելը, այսինքն նախքան դուք դրանք կտեղադրեք Instagram-ում, կարող եք նախապես պլանավորել, դասավորել, ինչպես որ կցանկանաք եւ տեսնեք, թե ինչպես գեղեցիկ կնայվի։ Այդ ծրագրերից են օրինակ Unum-ը, Preview-ն, Garmin, իհարկե շատ այլ ծրագրեր կան, բայց իմ փորձը ցույց է տալիս, որ սրանք ամենահարմարն են։ Պրոֆիլի տեսակը ընտրելուց հետո շատ կարևոր է, որ մենք ճիշտ պլանավորենք նկարները եւ դրանց հերթականությունը։ Դրա համար մենք պետք է իմանանք, թե ինչ պլաններ գոյություն ունեն։ Պլանները լինում են 5 տեսակի, առաջինը խոշորն է, որտեղ մարդու դեմքը ամբողջությամբ է երևում, կամ մինչև ուսերը, եւ այս նկարները ամենաշատ աղվատն են հավաքում, քանի որ մարդու դեմքը երբ որ երևում է, դրանք ավելի կարծես թե հաճելի են նայել։ Հաջորդը միջին, մինչև գոտկատեղ, շեշտը մարդու վրա է էլի։ Հեռավոր, մարդը երևում է ամբողջ հասակով, շեշտը ոչ միայն մարդու վրա է, այլ նաև շրջակա միջավայրի։ Դետալային, մարմնի մաս կամ առարկա, կամ ինչ որ դետալ կարող է լինել այդ նկարում։ Եվ ընդհանուր, շեշտը մթնոլորտի վրա, ինչպես որ ասում էի, օդ տարածքներ, ազատ տարածքներ, հենց սրա մասին էի ասում, որտեղ կարող է լինել բնության ինչ-որ պատկեր, օրինակ անտառ, ծով, նույնիսկ կարող է ֆոն լինել, պարզ ու հասարակ։ Վիզուալի ձևավորման մեջ նաև շատ կարևոր է, որ նախապես հասկանանք գույները, մշակման ոճը եւ ֆոնտերը, դրանք նույնպես կօգնեն շատ ավելի գրագետ նախապատրաստվել ֆոտոսեսիային, այսինքն ունենալ mood board. Moodboard-ն էլ իրենից ենթադրում է, որ նաև պետք է իմանաք, թե ինչ ռեֆերենսներ են ձեզ պետք գալու նախապես։ Օրինակ, ինչ հագուստով եք նկարվելու, ինչ կեցվածք եք ընդունելու, որտեղ եք նկարվելու եւ ինչ ռեկվիզիտներ են ձեզ պետք գալու։ Նկարահանման ռակուրսները նույնպես կարող եք նախապես այդ բոլորը քննարկել, պայմանավորվել ձեր լուսանկարչի հետ եւ նոր միայն իրականացնել ֆոտոսեսիան, որպեսզի հետագայում պլանավորումը ել ավելի հեշտ լինի։ Ռեկվիզիտների ֆոտոսեսիայի հարցում ձեզ կարող է նաև օգնել Pinterest ծրագիրը, որտեղ դուք կգտնեք մի շարք շատ գեղեցիկ նկարներ, կարող եք ոգեշնչվել եւ գտնել այնպիսի իդեաներ, որոնք ոչ միտեղ չեք կարող տեսնել։ Վիզուալից հետո նաև շատ կարևոր է կոնտենտը։ Կարևոր հիմնասյուներից մեկն է, ու եթե դուք կարծում եք, որ երկար տեքստերը մարդիկ չեն կարդում կամ առհասարակ տեքստերը չեն կարդում, սխալվում եք, քանի որ շատ կարևոր է հենց բովանդակությունը, թե դուք ինչից եք խոսում, որն է ձեր ուղերձը ձեր հետևորդներին, դրա համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեք նաև կոնտենտին։ Չէ՞ որ հենց մենք դրա շնորհիվ ենք վաճառում մեր պրոդուկտը, ծառայությունները, ուստի շատ կարևոր է նաև ունենալ էջում տեքստային գրառումներ։ Բայց դրանք կրկին լինում են մի քանի տեսակ եւ հիմա հերթով կանդրադառնանք այդ բոլորին։ Առաջինը տեղեկատվականն է եւ ես կնշեմ նաեւ տոկոսները, որպեսզի հասկանաք, որ կոնտենտի տեսակից ավելի շատ պետք է ունենաք ձեր էջում։ Տեղեկատվական կոնտենտի տեսակը զբաղեցնում է 40%-ը։ Այս կոնտենտի տեսակի շնորհիվ բարձրացնում ենք ձեր հանդեպ վստահությունը։ Մարդկանց պետք է օգտակար ինֆորմացիա փոխանցեք, քանի որ նրանք Instagram չեն մտնում որևէ բան գնելու, այսինքն շատերը մտնում են Instagram ուղղակի ցրվելու, լիցքաթափվելու, ինչ որ հաճելի բան նայելու։ Դրա մեջ նաև կարող է մտնել ձեր տեղեկատվական կոնտենտը, որի միջոցով դուք կարող եք հանդես գալ որպես էքսպերտ, ինչ որ բան սովորեցնեք, ինչ որ նոր ինֆորմացիա իրենց մատուցեք եւ այլն։ Ուստի շատ կարևոր է, որ ձեր հաճախորդի համար արժեք ստեղծեք, ոչ թե միայն վաճառքներ անեք, ամեն գրառման տակ գրեք արժեքները եւ ներկայացնեք, թե ինչ պրոդուկտ ունեք դուք, այլ նաեւ խոսեք ձեզ համար կարևոր թեմաների մասին եւ շատ կարևոր է, որ դրանք մատուցեք հետաքրքիր կերպով, ոչ թե միատոն, ցանցալի կամ ուղղակի այդպես պետք է արվի, դրա համար անեք։ Կրկին հորինված բաներ պետք չէ անել, պետք չէ ինչ-որ ինֆորմացիա մի տեղից վերցնել, թարգմանել, տեղադրել, պլագիատներ անել, արեք այն, ինչ որ ձեր սիրտը կցանկանա եւ տալով նմանատիպ անվճար կոնտենտ կբարձրացնեք ձեր հանդեպ վստահությունը եւ մարդկանց կդրդեք, որպեսզի նրանք հետևեն ձեզ։ Հաջորդը վաճառող կոնտենտն է, որը կազմում է 30%-ը, բավականին կրկին մեծ մաս, եւ տեղեկատվականից հետո արդեն կարելի է մոնետիզացնել հետևորդներին եւ պրոդուկտ վաճառել։ Գրառումները պետք է լինեն նպատակային եւ ոչ շատ ուղիղ, նույնիսկ կարող եք ունենալ թաքնված վաճառքի օրինակներ, այսինքն խոսեք որևէ թեմայից եւ վերջում առաջարկեք լուծում ասելով, որ իսկ եթե կուզենաք, որ ձեզ մոտ այս խնդիրը չլինի, կարող եք դիմել ինձ եւ ես ձեզ կօգնեմ այդ հարցում։ Սրա մեջ նաև մտնում են ակցիաների, զեղչերի մասին ինֆորմացիան, հաճախորդների կարծիք, նկարներ եւ այլն։
Վաճառող գրառումները կրկին պետք է գրեք հաճախորդի տեսանկյունից։ Շատ լավ պետք է ճանաչեք ձեր լսարանին, իմանաք նրանց առարկությունները, կասկածները, վախերը, ինչի մասին են երազում, շատ մանրակրկիտ կերպով պետք է ճանաչեք ձեր լսարանին, որպեսզի դրանք նպատակային լինեն եւ ծառայեն իրենց նպատակին։ Սակայն վաճառող գրառում գրելու համար եւս կա ստրուկտուրա եւ հիմա ես հերթով կետերով կնշեմ, թե ինչպես պետք է այն սկսել, ինչի մասին պետք է խոսել մեջտեղի հատվածում եւ ինչպես պետք է եզրափակել։ Առաջինը շատ ազդեցիկ վերնագիր պետք է գրեք։ Վերնագրերի մասին ես հաջորդիվ կխոսեմ եւ կառաջարկեմ մի քանի տարբերակներ, որոնք շատ ավելի ազդեցիկ են։ Երկրորդը պետք է գրեք խնդրի, ցավի կամ վախերի մասին եւ տաք դրանց լուծումները, ցույց տալով, թե ինչպես կարող եք դուք օգնել ձեր հաճախորդին, ինչպես կարող եք դուք փոխել նրա կյանքը, որպեսզի նա ձեզ վստահի եւ հենց դիմի այդ հարցով։ Այնուհետև կարող եք նաև մի փոքր մեծացնել խնդիրը, պատմելով ձեր հաճախորդի կամ վերլուծության մասին պատմություն։ Օրինակ, ես գիտեմ, որ Եվան նույնպես ուներ այս խնդիրը կամ իմ հաճախորդը նույնպես ունեցել է այս խնդիրը եւ մենք այն լուծել ենք հետեւյալ կերպով։ Կարող եք նաև ներկայացնել առաջարկ, ահա թե ինչ ունենք ձեզ համար, ցույց տալ լուսավոր ապագան, ցույց տալ, որ այդ խնդիրը լուծված է, թե դուք ինչ եք առաջարկում։ Այնուհետև դնեք որոշում կայացնելու սահմանափակում, սա շատ կարևոր է, երբ դուք մարդկանց ժամանակ եք սահմանում, այսինքն ժամկետ եք տալիս որևէ պրոդուկտ գնելու համար, նրանք ել ավելի փորձում են շտապել եւ ինչու՞ չէ նաև երբեմն էմոցիոնալ գնումներ են կատարում, որը ի օգուտ ձեզ է։ Դրա համար միշտ ժամանակի, քանակի, գնի հետ կապված սահմանափակումներ դրեք կամ նույնիսկ կարող եք ինչ-որ բոնուսներ տալ, որպեսզի իրենք հենց այդ ընթացքում եւ այդ ժամանակահատվածում կատարեն տվյալ գնումը։ Հաջորդիվ կարող եք դրդել գործողության, ասելով թե ինչպես կարող են ձեզ հետ կապվել, միգուցե զանգի միջոցով, նամակի միջոցով կամ ինչպես գնեն տվյալ պրոդուկտը։ Կարող եք վերացնել կասկածները նշելով կարծիքներ, ցույց տալով նկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ արդյունքներ կունենան նրանք, կապ չունի կարծիքների տեսքով թե նկարների տեսքով, երկուսն էլ շատ լավ աշխատում է ու պարտադիր այս կետին ուշադրություն դարձրեք։ Կարող եք նաև որպես էքսպերտ հանդես գալով խոսել, թե ում մոտ կարող է հանդիպել այդ խնդիրը եւ որ դուք իրենց հասկանում եք, որ կտաք տվյալ խնդրի լուծումը միանշանակ։ Վերջում իհարկե կարող եք խոսել այն մասին, թե ինչ կտա այդ գնումը ձեր հաճախորդին եւ հիմնականում խոսեք հենց էմոցիաներից, ոչ թե ինչ-որ մատերիալ բաներից, այլ թե ինչ էմոցիա կունենա ձեր հաճախորդը տվյալ գնումը կատարելուց հետո։ Օրինակ Mercedes-ի հիմնադիրը ոչ թե վաճառում է հենց մեքենա, այլ վաճառում է հարմարավետություն։ Փորձեք դուք էլ գտնել ձեր պրոդուկտի կամ ծառայության մեջ այն կարևոր առանձնահատկությունը, որը ցանկանում եք շեշտադրել եւ որը կստանա հենց ձեր հաճախորդը։ Իհարկե, իմ նշած կետերը ավելի շատ են, քան դուք կարող եք տեղավորել մեկ գրառման մեջ, բայց կարող եք դրանք նաեւ մաս-մասել օգտագործել, ինչքան շատ գրեք, ինչքան երկար ու բովանդակալից գրեք, այնքան լավ ձեզ համար, ձեր հաճախորդը ել ավելի լավ կպատկերացնի ձեր պրոդուկտի կամ ծառայության մասին։ Հաջորդը ժամանցային կոնտենտն է, որը կազմում է ընդամենը 10%։ Այս կոնտենտը իրենից ենթադրում է, որ դուք չպետք է ծանրաբեռնեք ձեր հետևորդին, չպետք է ինչ-որ հատուկ ինֆորմացիաներով նրանց հետ կիսվեք, ծանրաբեռնեք նրանց ուղեղը, ոչինչ չվաճառեք։ Ու այստեղ ավելի շատ կախված է ձեր երևակայությունից, թե ինչի մասին կուզեք ներկայացնել, կարող եք անել խաղարկություններ, մրցույթներ, հումորային վիդեոներ, նկարներ, օրինակ կարող եք նաև օրվա, շաբաթվա պլան նրանց ներկայացնել, միգուցե նրանց ձեր առօրյան շատ հետաքրքիր է, կամ փաստեր պատմեք ձեր պրոյեկտների վերաբերյալ, ձեր աշխատանքի կամ ձեր մասին։ Խաղարկությունների մասով մի շատ կարևոր բան եմ ուզում նշել, որ խաղի կանոնները հնարավորինս պարզ եւ մատչելի արեք, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա մասնակցել։ Այս մասով իհարկե ես դեռ կխոսեմ, բայց այս պահին ինձնից ձեզ խորհուրդ ուղղակի մի մասնակցեք այն մրցույթներին, որոնք կազմակերպում են այլ բլոգերներ, որտեղ կան 50-ից ավել հովանավորներ, դրանք ուղղակի կսպանեն ձեր էջը։ Կազմակերպեք այն ինքներդ ձեր էջի համար, այն պայմաններով, որոնք որ դուք եք ուզում, դա լրիվ նորմալ է, բայց մասնակցել այլ մրցույթների շատ մեծ վատ ազդեցություն կարող ունենալ ձեր էջի համար։ Հաջորդը ներգրավող կոնտենտն է, որը կրկին զբաղեցնում է 10%-ը, նպատակը լսարանի ակտիվացումն է, հավանումների, մեկնաբանությունների եւ դիտումների բարձրացումը, ապահովում է ձեր էջի աճը։ Ձեր պատմության մասին կարող եք խոսել, անցած ուղու, դժվարությունների, այն կապ է ստեղծում ձեզ հետ եւ հետաքրքրություն է առաջացնում, հարցրեք իրենց կարծիքը որևէ հարցի շուրջ
Կարող եք նաև backstage-եր տեղադրել աշխատանքային process-ից որևէ հատված, այն ինչ որ մտածում եք, որ հետաքրքիր կլինի ձեր հետևորդի համար։ Սա մի կոնտենտ է, որը կդրդի մեր հետևորդին շփվել մեզ հետ, կապի մեջ լինել եւ որի արդյունքում համ նա ձեզ լավ կճանաչի, համ դուք նրան։ Այստեղ նույնպես կարող են լինել հանելուկներ, փոխադարձ ինչ-որ քննադատություններ, առողջ բնականաբար, խաղեր մաքսիմալ པարզ եւ հասկանալի։ Եվ վերջին ամենակարևոր կոնտենտի տեսակներից մեկը նաև հեղինակությունը բարձրացնող կոնտենտն է, որը զբաղեցնում է կրկին 10%-ը։ Այստեղ դուք կարող եք խոսել այն դասընթացներից, որոնց դուք մասնակցել եք, օրինակ սերտիֆիկատներ, եթե ունեք, կարող եք ցույց տալ մրցանակները ձեր, պատմել ձեռքբերումների մասին, case ներկայացնել որևէ հաճախորդի պատմությունից կամ կարծիք տեղադրել։ Եվ վերջին կարևորագույն բանը կոնտենտի հետ կապված ասեմ, որ այս բոլորի բալանսը պետք է միշտ պահել, բաշխվածությունը հստակ անել, որպեսզի մի կոնտենտը չգերակշռի եւ ավելի շատ վաճառք չունենաք, քան ինֆորմացիոն կոնտենտ կամ ավելի շատ հեղինակությունը բարձրացնող պոստեր չլինեն, քան վաճառող։ Փորձեք այդ բալանսը գտնել եւ նախապես պլանավորելով 1 ամսվա կոնտենտ պլանը, դասակարգեք գրառումները այնպես, որ ամեն կոնտենտից գոնե մի գրառում ունենաք։ Նաեւ ձեզ ներկայացնեմ 7 աշխատող վերնագրեր, որոնք ձեզ վստահաբար կօգնեն ել ավելի ինտրիգային վաճառող պոստեր գրել։ Առաջինը վերնագրում օգտագործեք գաղտնիք բառը։ Մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացնում, թե ինչ գաղտնիք է դա։ Սկսեք ինչպես բառով, օրինակ, ինչպես հասնել հաջողության։ Գրեք հստակ առաջարկ, օրինակ զարգացրու բիզնեսդ Instagram-ում։ Դիմեք ուղիղ թիրախային լսարանին, օրինակ, ուզում ես ունենալ չկրկնվող ֆոտոսեսիա, ես գիտեմ, թե քեզ ինչ ֆոտոսեսիա է հարկավոր։ Հաջորդը պրովոկացիա եւ խնդրի լուծում, օրինակ դուք երբեք չեք ունենա վաճառքներ, որովհետեւ եւ շարունակում եք արդեն թվարկել։ Հաջորդը աշխատող թվեր, վաճառքները ավելացնելու 5 տարբերակ, որևէ թիվ պարզապես շեշտեք եւ ինտրիգա, օրինակ Messenger-ում փոփոխություն է եղել, մի արեք այս սխալը, որպեսզի դուք էլ չունենաք այն խնդիրը, որ ես ունեցել եմ։ Եկեք հիմա մի փոքր խոսենք սթորիների մասին, թե ինչպես կարող եք ավելի գրագետ սթորիներ անել, որոնք կծառայեն հենց նպատակին, ոչ թե կլինեն ուղղակի բարելույս, բարեգիշեր եւ նման շարքի սթորիներ։ Ու հասկանանք, թե ինչպես կարող ենք բարձրացնել edge-ի ակտիվությունը հենց սթորիների միջոցով։ Կարող ենք օրինակ խնդրել, որ ռեակցիա մեզ թողնեն, սթորիներին արձագանքեն, հավանեն դրանք։ Կարող ենք ինչ-որ հարցում անցկացնել, մենք որևէ հարց ուղենք եւ ակնկալենք իրենց պատասխանը։ Եվ նաեւ աշխատեք սթորիները հենց սյուժեի տեսքով կազմել։ Մարդիկ իրականում շատ են սիրում սերիալներ եւ երբ որ դուք ներկայացնում եք այդ սթորիները ավելի ֆիլմային, storytelling-ի տեսքով ու ավելի սյուժետային, դա նրանց ել ավելի է հետաքրքրում, հատկապես եթե այդտեղ կա ինտրիգա, նրանք անընդհատ սպասում են, թե ինչ է կանելու հաջորդ սթորին։ Ուստի ամեն օր արեք սթորիներ, բայց դրանց քանակը պետք է չգերազանցի 10-ն ու ցանկալի է որ չգերազանցի, պետք է չէ շատ քանակ ապահովել, ավելի լավ է նույնիսկ քիչ անեք, բայց որակով, քան ուղղակի քանակ լրացնեք։ Հաջորդը կան օրինակ տաբու թեմաներ, որոնցից են փողը, հարաբերությունները, եթե մի պահ ձեր ընդգրկումը ընկել է, կարող եք այս թեմաները շոշափելով այն բարձրացնել։ Կարող եք ինչ-որ ինտրիգաներ ներկայացնել, օրինակ որոշեցի մեկնել երկրից ու պատմեք, թե ինչու, ինչպես առաջացավ այդ միտքը ձեզ մոտ։ Խորհուրդներ կարող եք հարցնել, գաղտնիք չէ, որ բոլորը շատ են սիրում խորհուրդ տալ դիմացինին, ուստի կարող եք հարցնել, թե այս կամ այն իրավիճակում ինչպես վարվել կամ նույնիսկ գրառում գցելիս սև ու սպիտակ նկարը գցել, թե գունավոր է եւ այդպես կապի մեջ լինել ձեր հետևորդի հետ։ Անպայման backstage-եր էլ ունեցեք աշխատանքային process-ից, դա շատ հետաքրքիր է մարդկանց, նրանք շատ ընդգրկված են լինում այդ ամենում եւ նաեւ լավ կլինի, որ ունենաք ձեր անհատական դիզայնը, ձեր գույները, այսինքն ձեր սթորիների դիզայնը, եթե իհարկե դա անում եք, լինի ձեր գույների մեջ, edge-ի գույների մեջ, որովհետև մարդիկ գիտեմ, որոնք շատ արագ ուղղակի թերթում են սթորիները եւ այդ արագության մեջ նրանք եթե ճանաչեն ձեր դիզայնը, ձեր գույները, միգուցե մի պահ ստոպ տան եւ ավելի երկար նայեն ձեր սթորին։ Իսկ բնականաբար սթորին երկար նայելուց ձեր edge-ի ընդգրկումը ավելանում է։ Կարող եք նաեւ անել ռուբրիկաներ, life hack-եր, օրինակ Slack-ներ դնեք սթորիների վրա, որպեսզի ցույց տաք, թե հաջորդիվ ինչ է ձեզ սպասվում ու փորձեք լայքեր կորզել, օրինակ, եթե այս սթորին հավաքի 100 լայք, ես կշարունակեմ այս պատմության երկրորդ մասը, դա եւս տարբերակ է ել ավելի բարձրացնելու edge-ի ակտիվությունը։
Իսկ ռուբրիկաների մասով, օրինակ, կարող եք ամեն երկուշաբթի ներկայացնել մի թեմա եւ խոսել այդ թեմայի շուրջ, որպեսզի մարդիկ ամեն երկուշաբթի մեծ հետաքրքրությամբ սպասեն ձեր սթորիներին։ Որը կարող եք դուք ինքներդ ընտրել, կարող եք նաև մի քանի ռուբրիկա անել մի շաբաթվա մեջ, բայց աշխատեք այդ հաճախականությունը պահել, քանի որ մարդիկ հիշելու են, սպասելու են եւ պետք չէ նրանց հիասթափեցնել։ Այս երկուսը նույնպես շատ կարող են բարձրացնել ձեր դիտումները, երբ որ օրինակ մեկ օր ընդհանրապես story չեք անում, իսկ հաջորդ օրը շատ հետաքրքիր ինչ-որ մի թեմայից խոսեք, բնականաբար ձեր դիտումները շատ կբարձրանան ու նաև կբարձրանան, եթե դուք տեղադրում եք երեկոյան ուշ ժամերի, օրինակ 12-ից հետո, 1-ից հետո, եթե ուշ եք քնում, փորձեք ուշ տեղադրել ու տեսեք, որ դիտումների թիվը կբարձրանա։ Իմաստը հետևյալն է, որ առավոտյան երբ մարդիկ արթնանում են, մտնում են Instagram, տեսնում են, որ ձեր այդ կլորակը հենց առաջինն է հայտնվել, դրա համար բնականաբար հավանականությունը մեծ է, որ հենց ձեր story-ն նրանք կնայեն։ Պոստերի դեպքում կարող եք կարուսելով նկարներ դնել, քանի որ կարուսելի դեպքում մի քանի անգամ է ցույց տալիս հետևորդին, այսինքն մի անգամ մի նկարը կարող է ցույց տալ, մյուս անգամ մյուս նկարը կարող է ցույց տալ, եւ այդպիսով հավանականությունը, որ մարդը ինչ որ մի անգամ տեսնելուց կլայքի, ավելի մեծ է։ Մի մոռացեք նրանց գործողության դրդել, երբ որ դուք մարդուն չեք ասում նա ինչ անի, նա չի էլ անում, երբեմն մոռանում է, երբեմն ուղղակի դրան ուշադրություն չի դարձնում, բայց ձեր համար այդ մի լայքնել կամ կոմենտնել շատ կարևոր է, ուստի նրանց դրդեք, որ save անեն, like դնեն, comment անեն, դրա դիմաց որևէ անվճար նյութ տրամադրեք կամ ինչ-որ բոնուս տվեք, որպեսզի նրանք շահագրգռված լինեն դա անել։ Մեկնաբանությունների մասին եմ ուզում խոսել ու շատ ուզում եմ շեշտել, որ անպայման պատասխանեք մեկնաբանություններին։ Ես անկեղծ չեմ հասկանում այդ չհիմնավորված գոռոզությունը մարդկանց, որ անտեսում են մեկնաբանությունները, միայն թե իմանային, թե ինչքանով են նրանք վնասում իրենց էջը, քանի որ ալգորիթմները շատ լավ են ընկալում, երբ որ դուք կապի մեջ եք լինում ձեր հետևորդի հետ։ Եվ ինչքան շատ լինեն մեկնաբանությունները, այնքան նախ այդ գրառումը կտարածվի եւ ավելի շատ մարդ կտեսնի։ Եվ հետո մարդիկ կտեսնեն, թե ինչքան ակտիվ են այստեղ։ Մի պահ կանգ կառնեն եւ կփորձեն հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում, ինչից են խոսում այսքան շատ, եւ նրանք էլ ընդգրկված կլինեն, իսկ ամեն ավել վայրկյանը, որ նրանք կծախսեն ձեր գրառումը նայելու վրա, բնականաբար կրկին ավելացնում է ձեր էջի ընդգրկումը։ Ուստի մի անտեսեք մեկնաբանությունները, ինչպես նաև մի պատասխանեք նրանց կոպի արված ինչ-որ նամակներով։ Ամեն մեկնաբանությանը պատասխանեք անհատական մոտեցում ցուցաբերելով։ Գուցե զարմանալի լինի, բայց ալգորիթմը դա նույնպես հասկանում է, ընկալում է, օրինակ այդ պլյուսները, որ դնում են, դա մեկնաբանություն չի համարվում։ Դրա համար, եթե ուզում եք որևէ կերպ ձեր հետևորդին խնդրեք, որ մեկնաբանություն գրի, կարող եք ասել, որ բառ գրի, օրինակ գրիր ծառայություն բառը, որպեսզի ես ներկայացնեմ քեզ մանրամասները անձնական նամակով։ Կամ նույնիսկ կարող եք ասել, որ որևէ էմոջի դնի, դա նույնպես հաշվում է ալգորիթմների կողմից։ Ինչպես նաև ասեմ գրառումների մասով, որ խորտ չի տրվում, որ դրանք ջնջեք շատ հաճախ կամ արխիվացնեք, որովհետև Instagram-ը ընկալում է դա որպես վտանգ, այսպես ասած, մտածում է ինչ է կատարվում, որ տվյալ օգտատերը ուզում է ջնջել գրառումը կամ ուզում է արխիվացնել, դրան վատ է վերաբերվում, եթե նույնիսկ ուզում եք օրինակ հին նկարներից ազատվել, դա արեք ժամանակ առ ժամանակ, ոչ թե միանգամից։ Այսինքն մի շաբաթվա մեջ մի նկար կարող եք հեռացնել եւ դրա փոխարեն 2-3-ը ավելացրեք, նոր հաջորդը նորից հանեք, որպեսզի ձեր engagement-ի վրա դա վատ չանդրադառնա ընդգրկման վրա։ Որպեսզի հասկանաք ձեր story-ների դիտումները արդյոք նորմալ սահմանում են թե ոչ, դա կարող եք անել հետևյալ հաշվարկով, ձեր էջի հետևորդների 20%-ը պետք է նայեն story-ները, իհարկե 20-ը լավագույնն է, 10-ից 20, եթե այդ ցանկակում է, ուրեմն նորմալ է, ձեր էջը ակտիվ է, ձեր հետևորդները ակտիվ են, գրառումների դեպքում 50%-ը պետք է լայքեն, բայց այստեղ մի բան նշեմ, որ էջի աճին զուգընթաց այս թվերը կարող են նվազել, փոփոխվել, հետևորդների թվի աճին զուգընթաց ընդգրկման բարձր ցուցանիշը պահելը բարդանում է եւ դա նորմալ է։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ ֆորմատով եք տեղադրում ձեր նկարները եւ անպայման նախապես crop արեք, այսինքն կտրեք ձեր նկարները 4:5 ֆորմատով, 1:1 ֆորմատով կամ 16:9, եթե դա երկար հորիզոնական նկար է։ Եթե դուք նախապես չեք կտրում ու Instagram-ի միջոցով եք դա կատարում, Instagram-ը որակը գցում է ձեր նկարի, դա հաշվի առեք, դրա համար նախապես, նույնիսկ եթե նկարները դուք չեք նկարում ինքներդ եւ
ձեզ փոխանցում է ձեր լուսանկարիչը, նրան խնդրեք, որ այդ չափերով կտրի, նոր ձեզ տրամադրի։ Նաև ասեմ, որ ամենօրյա գրառումներ անելը կարող է հանձնել մեդիա կուրության։ Հիմա ասեմ, թե դա որն է, որ մարդիկ ձեզ անընդհատ տեսնում են, բայց միևնույն ժամանակ չեն տեսնում, մի քիչ պարադոքսալ է հնչում, բայց ամեն օր ձեզ տեսնելով նրանք կարծես հետաքրքրություն չունենան անընդհատ նայելու։ Գրառումները գոնե պետք է անել օրը մեջ, եթե ցանկանում եք, եթե պատրաստ եք այդքան ներգրաված լինել եւ ամսական 15 գրառում անել։ Ռիզերի դեպքում իհարկե մի քիչ այլ է, կարող եք ամեն օր անել, բայց ելի խորհուրդ չի տրվում, քանի որ մարդիկ հոգնում են անընդհատ նույն մարդու կոնտենտը տեսնելով։ Փորձեք մի փոքր հետաքրքրություն եւ խորհրդավորություն պահել։ Հիմա արդեն մի փոքր լայֆհաքեր եմ ներկայացնում, թե ել ինչը կարող է ձեր էջի համար ավելի լավ լինել եւ բարձրացնել ներգրավվածությունը եւ ընդգրկումը։ Պատասխանեք նամակներին հնարավորինս արագ, քանի որ ուշ պատասխանելու դեպքում դուք կկորցնեք ձեր հետևորդին եւ միգուցե նա դիմի ձեր մրցակցին կամ գոլեգային, ես մրցակից բառը այդքան էլ չեմ սիրում ասել։ Դրա համար, եթե նույնիսկ չեք հասցնում, փորձեք ունենալ ասիստենտ, ով նամակներին ել ավելի արագ կպատասխանի։ Ցանկալի է, որ դուք ունենաք հենց ձեր էմոջիները, հենց ձեր բառամթերքը, ձեր խոսելու ձևը, այդպիսի տերմին կա tone of voice, որպեսզի մարդիկ ել ավելի հեշտ ձեզ հիշեն ու նաև դուք տպավորվեք նրանց մոտ առավել հեշտ։ Քիչ արեք ակցիաներ, զեղչեր, ես առհասարակ այդքան էլ չեմ սիրում զեղչեր անել, եթե ուզում եմ որևէ կերպ ուրախացնել իմ հետևորդներին, նրանց տալիս եմ որևէ բոնուս, բայց ոչ թե զեղչ, այսինքն տալով որևէ ավել բան, դուք տալիս եք նրան ավելի մեծ արժեք, ուստի դա եւս նպաստում է ձեր պրոդուկտը գնելուն։ Բայց եթե դուք անընդհատ ակցիաներ եք անում, դրանով նախ արժեզրկում եք ձեր պրոդուկտը, ձեր ծառայությունը, բացի դա ձեզ կդիմեն այն մարդիկ, ովքեր որ հաճախ են սիրում զեղչերով պրոդուկտներ գտնել, ծառայություններ գտնել եւ այդ սեգմենտի հետ ձեզ ամենաքիչն է հարմար աշխատել, ինչպես նաեւ նրանք անընդհատ սպասել են այդ զեղչին, անընդհատ զեղչ են ուզելու, նույնիսկ եթե դուք դա չունենաք։ Եվ իհարկե գաղտնիք չէ, որ այդ սեգմենտը նաեւ այդքան էլ վճարունակ չէ, եթե դուք պատրաստ եք իրենց հետ առնչվել, կարող եք անել, բայց եթե չեք ուզում, աշխատեք ավելի շատ արժեք տալ ձեր հաճախորդին, քան զեղչ։ Ու նաև եթե որևէ պահի դուք ձեր որակավորումը բարձրացնեք, ձեր արժեքը գինը բարձրացնեք ձեր ծառայության, նրանք պատրաստ չեն լինելու դրան եւ բնականաբար միգուցե նույնիսկ unfollow անել, չդիմեն ձեզ եւ չգնեն ձեր պրոդուկտը, դա հաշվի առեք։ Նշեմ նաև այս սխալի մասին, ինչի մասին որ մի փոքր արդեն խոսել եմ, խոսքը մրցույթների մասին է, խաղարկություններին մասնակցելու մասին է, խնդրում եմ մի մասնակցեք եւ մի ավելացրեք բոտերի միջոցով հետևորդներ, mass following, mass liking, դրանք այլևս ակտուալ չեն, դրանք այլևս չեն աշխատում, եթե ժամանակին աշխատել են, այս պահին դա միայն կվնասի ձեր էջը եւ ալգորիթմները արդեն վատ են ընկալում դա։ Իսկ ինչու չմասնակցել խաղարկությունների, որովհետև ինչպես որ ավելացել են այդ ֆոլովերները, այնպես էլ մրցույթից հետո նրանք հեռանալու են ձեր էջից եւ դրանով վնասեն, այսինքն Instagram-ին այսպիսի մի վտանգի ձևով notification է գնալու, որ ինչու են այս մարդիկ unfollow անում տվյալ էջից, միգուցե ինչ-որ մի բան այն չէ եւ դրանով գցեն ձեր էջի engagement-ը, ընդգրկումը այսինքն։ Մրցույթներ, գիվեր, խաղարկություններ արժի անել միայն այն դեպքում, եթե դրանք դուք ինքներդ եք կազմակերպել եւ եթե այդտեղ չկան 50-100 հովանավորներ, որոնց որ մարդիկ ստիպված պետք է հետևեն, ստիպված պետք է ակտիվություն ցուցաբերեն, նույնիսկ այդ ակտիվությունը, այսպես ասած, արդարացված չի, քանի որ ինչ ասես կարող են գրել ու դա շատ զգացվում է, որ կեղծ է, բնականաբար ինձ թվում է կարիք չունեք դուք կեղծ կոմենտների, կեղծ կարծիքների, մի փոքր աշխատեք ձեր էջի վրա, ձեր անձի բրենդի վրա եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք կունենաք ցանկալի արդյունք, նույնիսկ ավելի լավը, քան կունենաք մրցույթներից հետո։ Եվ որպես ամփոփում, դասակարգումը նշեմ ըստ գովազդային արդյունավետության, այն հետևյալն է՝ տեսանյութ, նկար, հղում, տեքստ, այսինքն ամենալավը աշխատում են տեսանյութերը, հետո արդեն տեքստային գրառումները։ Իսկ հիմա ուզում եմ խոսել իմ ամենասիրելի բաժնի մասին, այն է անձի բրենդը։ Ժամանակակից աշխարհում ցանկացած հաջողված բիզնեսի հետևում կանգնած է հաջողակ մարդ, որովհետև ներկայիս աշխարհում մարդիկ սկսել են կորպորացիաներին չհավատալ, ու եթե 30 տարի առաջ օրինակ Coca-Cola-ն բրենդ էր հենց միայն իր բրենդով, այժմ մենք բրենդները ճանաչում ենք իրենց հիմնադիրներով։ Օրինակ Apple-ը ճանաչում ենք Steve Jobs-ով,
Facebook-ը ճանաչում ենք Մարկ Ցուկերբերգով, Amazon-ը Ջեֆ Բեսոսով եւ այլն։ Հիմա բոլոր գլոբալ բրենդները ունեն իրենց բրենդ ամբասադորները, իրենց բրենդի աստվածը, այսպես ասած։ Ինչու է այդպես, որովհետև մարդ վստահությունը ավելի բարձր է, այսինքն մարդիկ սկսել են հավատալ մարդկանց, ոչ թե անշունչ բրենդներին, կազմակերպություններին, ուստի դրա համար էլ պետք է բրենդին տալ մարդկային կերպարանքի տեսք։ Անձնական բրենդը դա ձեր ստեղծած կերպարն է։ Ստացվում է, որ դուք ինքներդ եք ձեր բրենդը։ Ինչքան էլ որ ոլորտը նույնը լինի, օրինակ ձեր ոլորտում լիքը մասնագետներ լինեն, բայց նույն մատուցման ձևը չի կարող լինել, նույն խոսելաոճը չի կարող լինել։ Ձեր լսարանը ձեզ հետևելու է հենց ձեր համար, քանի որ դուք եք հենց տվյալ էջի հետևում կանգնած։ Այս ամբողջ դասընթացը ձեզ ճիշտ մատուցելու մասին էր, որովհետև ինչքան էլ ձեր ծառայությունից շուկայում շատ լինի, միևնույն է դուք մեկն եք որպես անձ, ու եթե դուք ձեր պատմությունը, ձեր առավելությունները, ձեր առանձնահատկությունները ճիշտ եք ներկայացնում, ուրեմն ավտոմատ կերպով մրցակցությունից դուրս եք մնում։ Մարդիկ ձեզ կդիմեն ոչ միայն նրա համար, որ դուք տվյալ մասնագետն եք, այլ հենց ձեր անձի համար, ձեր մարդ տեսակի համար, ձեր խարիզմայի համար։ Դրա համար նաև ձեր անձի վրա էլ շատ աշխատեք, բացի լավ մասնագետ լինելուց։ Նորից նշեմ, որ ձեր լսարանին տվեք արժեք, որի շուրջ էլ կարող եք կառուցել ձեր ամբողջ բլոգը, այսինքն մի եղեք բիզնեսմեն, այլ եղեք գործարար։ Բիզնեսմենը ուղղակի մտածում է բիզնես անելու մասին, վաճառելու մասին, իսկ գործարարը մտածում է, թե ինչ արժեք կարող է տալ մարդկությանը, ինչ նոր бан կարող է մտցնել, ինչ նորամուծություն կարող է անել եւ դրանով ել ավելի լավացնել մարդկանց կյանքը։ Եվ այդպիսի մի արտահայտություն էլ կա, люди покупают у людей։ Եթե ուզում եք ձեր ծառայությունները թանկ վաճառել, ուրեմն զարգացրեք ձեր անձի բրենդը։ Թող որ մարդիկ տեսնեն, թե ով է կանգնած տվյալ էջի հետևում, որպեսզի ձեր անձի հանդեպ վստահությունը աճի, որի արդյունքում ի վերջո ձեզնից գնում կկատարեն։ Եվ այն հարցին, թե պետք է արդյոք համատեղել բիզնես եւ անձնական էջերը, ես միանշանակ կպատասխանեմ, որ այո, պարզապես պետք է չափաբաժինները ճիշտ պահել 70-30, այսինքն անձնական կոնտենտը 30%-ից ավել չկազմի։ Ինչքան էլ որ տվյալ մասնագետից շատ լինի ոլորտում, միևնույնն է կախված իրենց ոճից, իրենց թիրախային լսարանները նույնիսկ տարբեր են լինելու։ Դրա համար խորհուրդ չեմ տալիս կրկնօրինակել այլ էջերին եւ անել այնպես, ինչպես իրենց մոտ է։ Եթե նույնիսկ դուք կրկնօրինակ եք, գուցե դա այդքան լավ չաշխատի, քանի որ դա աշխատում է հենց տվյալ մարդու պարագայում, հենց այդ անձի դեպքում։ Իսկ ձեր դեպքում կաշխատի այնպես, ինչպես որ դուք ինչքանով որ դուք լավ կճանաչեք հենց ձեր լսարանին, ձեր լսարանի խնդիրները, ցավերը, նրանց երազանքները, ցանկությունները, ինչու՞ չէ նաև պետք է իմանաք, թե ինչ սեռի են նրանք, ինչ տարիքի են, ինչ ազգություն ունեն։ Ցանկացած ինֆորմացիա շատ կարևոր է, որպեսզի դուք կարողանաք ձեր էջը ել ավելի ճիշտ ներկայացնել եւ ձեր կոնտենտը նույնպես։ Պիտի նաև հասկանաք, թե նրանց ինչը կհետաքրքրի, ինչ որտեղ էլ նաև խորամանկ լինեք եւ հենց ձերը թելադրեք, ի վերջո ձեր էջն է, դուք եք հենց այդ էջի հեղինակը եւ բնականաբար պետք է այն վարեք այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում եւ խոսեք այն թեմաների շուրջ, որ թեմաների մասին, որ ցանկանում եք հենց դուք։ Որպես ամփոփում հուշեմ, որ ունենաք ձեր իզյումինկան, ֆիշկան, որով որ կլինեք տարբերվող տվյալ ոլորտում եւ որի համար էլ ձեր հետևորդը հենց ձեզ կդիմի։ Մեր վերջին բաժինը առաջխաղացմանն է վերաբերվում եւ իզուր չի, որ դա ես վերջում եմ ներկայացնում։ Մարդիկ միշտ վերջից են սկսում դնելով գովազդներ եւ ակնկալելով արդյունք, բայց ինչպես ես արդեն ասացի, շատ կարեւոր է, որ ձեր էջը ճիշտ փաթեթավորված լինի, որովհետեւ եթե սխալ փաթեթավորված լինի, միևնույն է գովազդ դնելու դեպքում նրանք ոնց եկել են, այդպես էլ կգնան, այսինքն ձեր էջը նրանց բավականաչափ չի հետաքրքրի, որպեսզի մնան կամ նույնիսկ գնում կատարեն։ Դրա համար պետք չէ ավելորդ գումար ծախսել գովազդների վրա, պետք է պարզապես ճիշտ կանոններով, հերթականությամբ եւ վաճառքի ձագարով կազմել ձեր էջը ու արդեն որից հետո նոր միացնել գովազդ։ Այսինքն կարճատև արդյունքի հետևից վազել հարկավոր չէ, քանի որ գովազդը միայն այդ պահին է արդյունավետ լինելու եւ եթե դուք այն անջատեք, այդ ակտիվությունը կդադարի։ Իսկ եթե ուզում եք, որ երկարատև լինի, պետք է ձեր էջը կառուցեք վաճառքի ձագարի տեսքով։ Ու նաեւ գովազդի արդյունավետությունը կախված չէ նրանից ոչ թե որ ճիշտ պարամետրերով է դրված, ճիշտ թիրախավորում է արված, այլ թե ինչ կտեսնի տվյալ հետևորդը այցելելով ձեր էջ։
եւ արդյոք դա նրան կհետաքրքրի թե ոչ։ Առաջխաղացման ամենաէֆեկտիվ եւ երկու հիմնական մեթոդները երկուսն են՝ թիրախավորված գովազդ եւ գովազդ բլոգերների մոտ։ Այժմ ես ձեզ կներկայացնեմ այդ երկուսի պլյուսները եւ մինուսները, ու դուք արդեն ինքներդ որոշում կկայացնեք, թե որը կիրառեք ձեր էջի պարագայում։ Գոյություն ունեն տաք եւ սառը լսարաններ, բլոգերների միջոցով ձեր էջ կգան համեմատաբար տաք լսարան, որովհետեւ այդ լսարանը արդեն վաղուց հետևում է այդ բլոգերին, շատ սիրում է, հարգում է եւ բնականաբար հավատում է նրա խոսքին, եթե այսպես ասած մաքուր լսարանով բլոգերը նաև վստահում է իր խոսքին ու անցնելով ձեր էջ նա ավելի մեծ կլինի հավանականությունը, որ կմնա ձեր էջում, ի տարբերություն թիրախավորված գովազդի։ Եթե այդ գովազդն արվել է story-ի միջոցով, բնականաբար արդյունքն ակնհայտ կլինի, քանի որ 24 ժամվա մեջ դուք կստանաք feedback-ը։ Բայց ինչպես նշեցի արդեն, կարևոր է որ բլոգերի էջը լինի ոչ արհեստական եղանակով լցված հետևորդներ, այլ մաքուր լսարան։ Դա բարձելու համար կան մի քանի կայքեր, չնայած դրանք վճարովի են, բայց կարող եք Google-ում փնտրել եւ այդպիսով կարող եք ստուգել արդյոք այդ էջը մաքուր լսարան ունի թե ոչ։ Բայց կարող եք նաև հետևյալ կերպել ստուգել, օրինակ պահանջեք վերջին 7 օրերի վիճակագրությունը, բայց միևնույն է երաշխիք չկա, որ ձեր թիրախային լսարանն է լինելու տվյալ բլոգերի մոտ, քանի որ դա ոչ մի կերպ չեք կարող պարզել։ Իհարկե որոշակի չափով կարող եք իմանալ սեռը, տարիքը, բայց թե ովքեր կնայեն հենց այդ story-ին, դուք դա նախապես չեք կարող իմանալ։ Ամեն դեպքում, եթե որոշել եք, որ բլոգերի մոտ տաք գովազդ, նախապես քննարկեք գովազդի տեքստը, սցենարը, օրը, ժամը, նույնիսկ lead magnet-ը, այսինքն եթե ինչ-որ անվճար որևէ պրոմո կոդ եք տալու կամ նյութ եք տալու, դա պարտադիր քննարկում եք։ Եվ պարտադիր ասեք, որ ձեր էջը նշի, գուցե դա մի քիչ անիմաստ են թվում նշելը, բայց շատերը նույնիսկ մոռանում են էջը նշել կամ նույնիսկ այնքան փոքր են նշում, որ մարդիկ չեն կարողանում կլիկ անել եւ անցնել տվյալ էջ։ Նախապես ցանկացած դետալ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ քննարկեք եւ գրավոր կերպով բնականաբար, քանի որ ինքը շատ եմ լսել նման դեպքերի մասին, դրա համար խորհուրդ եմ տալիս, որպեսզի գոհ մնաք այդ գովազդից եւ արդյունավետ լինի ձեզ համար, նախապես ցանկացած բան ուղղակի քննարկեք, որպեսզի մութ բան չմնա։ Գույներից սկսած, դիզայնից վերջացրած։ Բայց իհարկե չմոռանաք, որ նաեւ ձեր էջն էլ պետք է պատրաստ լինի գովազդին, այսինքն դա ինչ է նշանակում, որ գոնե 9-ից 12 գրառում դուք ձեր էջում արդեն պետք է ունենաք բնականաբար շատ ճիշտ փաթեթավորված, գրագետ տեքստերով, ակտուալ սթորիներով, բիոյով ճիշտ լրացրած, ավատարով եւ այն ամենի մասին, որ ես այսօր խոսեցի, այդ պետք է նախապես շատ ճիշտ արդեն կազմած լինեք, նոր անցնեք գովազդի փուլին։ Խոսեմ նաև թիրախավորված գովազդի մասին, այս դեպքում դուք կոնկրետ թիրախի վրա եք դնում գովազդ եւ դնում եք գումարը ձեր ուզած չափով, ոչ թե ֆիքսված, ու եթե տեսնում եք, որ գովազդը անարդյունավետ է, կարող եք ցանկացած պահի անջատել այն եւ չունենալ ավելորդ գումարի կորուստ։ Իմ խորին համոզմամբ Հայաստանում բլոգերների ծառայությունների արժեքները մի փոքր ուռճացված են։ Դա նշանակում է, որ գին որակ հարաբերակցությունը այնքան էլ պահպանված չէ, այսինքն եթե դուք այդքան գումարը դնեիք թիրախավորված գովազդի վրա, շատ ավելի մեծ արդյունքներ կունենայիք, քան կունենաք բլոգերի միջոցով գովազդի դեպքում։ Եվ վերջին կարևոր կետի մասին խոսեմ, մինչև կանդրադառնամ արդեն գովազդը միացնելու եղանակներին եւ տարբերակներին, բլոգերի մոտ գովազդ տալու դեպքում անպայման պահանջեք ստատիստիկա, երբ որ ավարտվի եւ 1 օր անցնի նույնիսկ, 1 օր հետո նոր պահանջեք ստատիստիկան, որպեսզի հասկանաք, քանի մարդ է կլիկ արել մուտք գործել ձեր էջ, ինչքանով էր այն արդյունավետ եւ ինչքանով ոչ։ Իսկ թիրախավորված գովազդի դեպքում դուք այն կարող եք տեսնել ձեր գովազդային կաբինետում, այդ թվերը վերլուծելը այդքան էլ բարդ չէ։ Ուղղակի պետք են որոշակի գիտելիքներ դրանք հասկանալու համար։ Էջ վարելը, առաջխաղացմամբ զբաղվելը այդքան էլ հեշտ գործ չէ եւ այն պահանջում է ամանորյա մանրակրկիտ աշխատանք, ինչպես նկատեցիք ամեն թեման ես փորձեցի մանրամասն ներկայացնել եւ նյուանսները ձեզ ցույց տալ, թե ինչքան կարեւոր կետեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնեք։ Այն ամենը, ինչ մենք սովորեցինք, շատ քիչ մասն է կազմում հենց բուն SMM-ի, կարևոր են շատ նաև սթորիների դիզայնը, գեղեցիկ ձևավորումը, ինչպես նաև հաճախորդների հետ ճիշտ նամակագրություն վարելը, բազա ունենալը, ժամանակ առ ժամանակ նրանց հիշելը, նրանց հետ կապի մեջ լինելը եւ առհասարակ վաճառքի վերաբերյալ շատ հմտություններ կան, որոնք որ պետք է ունենաք, բայց այս դասընթացի շրջանակներում ես ձեզ ներկայացրեցի այն կարևոր հիմնական
ինֆորմացիան, որը կատարելու դեպքում էլ, բայց նույնիսկ այս դասընթացի բոլոր կետերը ճշգրիտ կատարելու դեպքում դուք կունենաք շատ լավ արդյունքներ, որ նույնիսկ ինքներդ զարմացած կմնաք, այնպես որ պետք է մի փոքր ուղղակի աշխատել։ Իդեպ, եթե զգում եք, որ շատ եք ծանրաբեռնված, կարող եք ձեր աշխատանքը բաժանել այլ մասնագետների մեջ, այսինքն վարձեք story maker-ների, content writer-ների, reel maker-ների եւ իրենց տակային աշխատանքը, որը որ պետք է դուք կատարեք։ Հասկանում եմ, գուցե դժվար է համատեղել այս ամենը մասնագիտության հետ, հատկապես եթե դուք շատ ծանրաբեռնված եք աշխատում։ Բնականաբար դրան կարող եք նայել որպես ներդրում ձեր բիզնեսում եւ վարձելով այդ մասնագետներին դուք շատ կթեթևացնեք ձեր մարքեթինգի հետ կապված աշխատանքները։ Բայց նաև շատ գովելի է, որ դուք ցանկություն եք հայտնել հենց ինքներդ սովորելու եւ ձեր էջի առաջխաղացմամբ զբաղվելու, քանի որ ինչպես տեսակ, SMM-ը ինքնին այդքան էլ հեշտ մասնագիտություն չէ եւ կան շատ նյուանսներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Բացի նյուանսներից նաև պետք է շատ ժամանակ, էներգիա եւ ռեսուրսներ ծախսեք, որպեսզի արդյունքը ձեզ գոհացնող լինի։ Բնականաբար, առանց որևէ ջանք գործադրելու հրաշքներ չեն լինելու եւ ձեր էջի ակտիվությունը չի բարձրանալու ինքնիրենով, շատ մեծ աշխատանք պետք է տարվի եւ քանի որ էներգիայից էլ խոսք գնաց, մի կարևոր բան էլ շեշտադրեմ, այս ամենը շատ կարևոր են այս կանոններին տիրապետելը, գիտելիքը ունենալը, բայց ինձնից ձեզ խորհուրդ, ինչ որ կատարում եք ձեր էջի հետ կապված, կատարեք դա շատ մեծ սիրով, շատ մեծ էներգիայով, նույնիսկ ռիլեր պատրաստելը, նույնիսկ պոստեր մշակելը, կոնտենտ գրելը, քանի որ այդ էներգետիկան միանշանակ ես իմ փորձից եմ ասում, փոխանցվում է ձեր հետևորդներին։ Դա անբացատրելի երևույթ է, բայց հավատացեք, նրանք զգում են այդ էներգիան եւ փոխանցվում է ամեն բան։ Նույնիսկ եթե դուք նամակներին ժպիտով եք պատասխանում կամ հեռախոսազանգով եք խոսում ժպիտով, դա նույնպես փոխանցվում է։ Այսքանը հուսամ հավանեցիք եւ իհարկե կկիրառեք այն ամենը, ինչ սովորեցիք այս դասընթացի շրջանակներում։ Ձեզ մաղթում եմ հաջողություն։